Ողջունում ենք բոլորին այսօրվա մեր կիրակնորյա պաշտամունքին, ողջունում ենք բոլորին, ովքեր որ մեզ ուղիղ եթերով են միացել, միասին պիտի փառաբանենք Տիրոջը, պիտի գոհանանք եւ մեծարենք մեր արարիչ Տիրոջը, մեր փրկիչ Հիսուս Քրիստոսին, մեր ուսուցիչ, մեր առաջնորդ, փառավոր Սուրբ Հոգուն։ Այսօր կիրակի է, ավետարան ասում է 6 օր աշխատի եւ 7-րդ օրը հանգստացի եւ այսօր մենք Տիրոջ հետ պիտի անցկացնենք մեր հանգիստը, որովհետեւ ավետարան ասում է եկեք ինձ բոլոր հոգնած եւ բեռնավորվածներ եւ ես ձեզ պիտի հանգստացնեմ, որովհետեւ հանգստությունը դա այլ տեղերում չես կարող ունենալ, այն ինչ որ Տիրոջ հետ, այն հանգստությունը, այն խաղաղությունը, որ Տիրոջ հետ քո ժամանակը անցկացնելով կստանաս, ոչ մեկ չի տա այդ խաղաղությունը քեզ։ Փառք Տիրոջը։ Ժամը մոտավորապես 3-ի կողմը մենք կաղոթենք բոլոր հիվանդներին համար, ովքեր որ մեզ միացել են կոնկրետ նրա համար, որպեսզի աղոթենք հիվանդությունների եւ տարբեր խնդիրների համար, կարող ես մասնակցես փառաբանությանը, գովաբանությանը, որովհետև մենք ոչ թե միայն Տիրոջից խնդրում ենք, այլ նաև գոհանում ենք ու շնորհակալ ենք լինում մեր Աստծուց այն ամենի համար, ինչ որ մեզ տվել է։ Որովհետև թեկուզ մեր երեխաները, երբ որ մեզանից շնորհակալ չեն լինում, մենք սովորացնում ենք, որպեսզի շնորհակալ լինեն, գոհացող լինեն, եւ դա մեզ ավելի է խրախուսում, որ մենք մեր երեխաների համար անենք ավելին։ Փառք Տիրոջ, եկեք բոլորս միասին Տիրոջը ծափը արենք եւ օրհնենք Տիրոջը, փառավորենք Տիրոջը։ Ասուն հուսան կանտե մարդկանց Լավ է ասուն հուսան կանտե մարդկանց Լավ է ասուն հուսան կանտե իշխաններին Լավ է ասուն հուսան կանտե իշխաններին Թող արդարությունը Արտվեք Աստծուն Թող արդարությունը արտվեք Աստծուն Փառք ու պատիվ Հիսուսին Նա եղավ մեզ փրկություն Մեր թշնամի պարտված է Մենք գոչում ենք հաղթական Փառք ու պատիվ Հիսուսին Նա եղավ մեզ փրկություն Մեր թշնամի պարտված է Մենք գոչում ենք հաղթական Տեր ինձ հետ չեմ վախենում Մարդը հազոր է իմ դեմ Տեր ինձ հետ չեմ վախենում Մարդը հազոր է իմ դեմ Տեր ինձ հետ ինձ օգնական Չարը միշտ պարտված է Տեր ինձ հետ ինձ օգնական Չարը միշտ պարտված է Տեր իմ օգնական է կցնցան փրկությունով Տեր իմ օգնական է կցնցան փրկությունով Փառք ու պատիվ Հիսուսին Նա եղավ մեզ փրկություն Մեր թշնամի պարտված է Մենք գոչում ենք հաղթական Փառք ու պատիվ Հիսուսին Նա եղավ մեզ փրկություն Մեր թշնամի պարտված է Մենք գոչում ենք հաղթական Բարձրացնում ենք օրհներ կեր Բարձրացնում ենք օրհներ կեր Բարձրացնում ենք օրհներ կեր Բարձրացնում ենք օրհներ կեր Ով Տեր փառքես փրկիչ մեր 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 Փառք ու պատիվ Հիսուսին Նա եղավ
սպերգություն մեր թշնամին պարտված է մենք գոչում ենք հաղթական փառք ու պատիվ Հիսուսին նա եղավ մեր սպերգություն մեր թշնամին պարտված է մենք գոչում ենք հաղթական մենք գոչում ենք հաղթական մենք գոչում ենք հաղթական Նակն ներկայության մեջ Ուզում եմ Տեր երեսը քո տեսնել որ փայլին այս վրա Ուզում եմ Տեր քեզ ճանաչել լեցրու քո հոգով պատիվ քո յուղով Ուզում եմ Տեր երեսը քո տեսնել որ փայլին այս վրա որ փայլին այս վրա Ուզում եմ Տեր քեզ ճանաչել Ուզում եմ Տեր քեզ ճանաչել լեցրու քո հոգով պատիվ քո յուղով Տեր ինչ բարի է սիրտը քո Տեր ինչ բարի է ներումը քո Տեր ինչ բարի է կյանքը քո մեջ Ուզում եմ Տեր երեսը քո Արպեսում քո գինով Ուզում եմ Տեր բարիքը քո տեսնել որ քայլեմ քո մեջ Ավիցյան Ուզում եմ Տեր քեզ շաշակել Արպեսում քո գինով Ուզում եմ Տեր բարիքը քո տեսնել որ քայլեմ քո մեջ հավիտյան Տեր ինչ բարի է սիրտը քո Ինչ բարի է ներումը քո Տեր Ինչ բարի է կյանքը քո մեջ Տեր ինչ բարի է սիրտը քո Տեր Ինչ բարի է սիրտը Տեր ինչ բարի է ներումը քո Ուզում եմ Տեր երեսը քո տեսնել որ փայլին այս վրա Ուզում եմ Տեր քեզ ճանաչել Ուզում եմ Տեր քեզ ճանաչել լեցրու քո հոգով պատիվ քո յուղով Ուզում եմ Տեր որ փայլին այս վրա Ուզում եմ Տեր քեզ
Քեզ ճանաչեմ ուզում եմ Տեր Քեզ ճանաչեմ լցու քո հոգով պատիվ քո յուղով Տեր ինչ բարի է սիրտը քո Տեր ինչ բարի է ներումը քո Տեր ինչ բարի է կյանքը քո Տեր ինչ բարի է սիրտը քո Տեր ինչ բարի է սիրտը քո Տեր ինչ բարի է ներումը քո Տեր ինչ բարի է կյանքը քո Քեզից ես սուր գնամ, քեզնից ես սուր գնամ իմ Տեր Դու ես կյանքը իմ զորացնողն ես իմ Պարքեզի մարգա Պարքեզի մարգա Պարքարարիչ Պատիվով ես Քեզ իմ Տեր Քեզից ես սուր գնամ իմ Տեր Քեզից ես սուր գնամ իմ Տեր Դու ես կյանքը իմ զորացնող ես իմ Ես տամ ես պարպատիվ գովես այսօր և հավիցյան Այր որդի և սուր փոքի Քեզից ես սուր գնամ Քեզից ես սուր գնամ իմ Տեր Դու ես կյանքը իմ Դու ես կյանքը իմ Զորացնողն ես իմ Ես տամ ես պարպատիվ գովես այսօր և հավիցյան Այր որդի ես սուր փոքի Ամեն Այր որդի ես սուր փոքի Ամեն Այր որդի ես սուր փոքի Ամեն Ալելույա Եկեք միասին շարունակենք երկրպագել մեր տերերի տեր արքաների արքաներին Փառավորում ենք Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն միասին Միանանք այս հիանալի փառաբանության երգերին ալելույա Արքայի ժողովուրդն է զորանում Արքայի ժողովուրդն է զորանում ամենուր Բարձրացնում հաղթության ձայն տարածում տիրողում Մեր Տերը թագավոր է արքա Էմանուել Եվ նա շուտով գալու է Երուսաղեմ, Երուսաղեմ արքան Նորից շուտ արքան Նորից կգա Նորից կգա արքան Նորից կգա Երուսաղեմ Ով կշղթային չարանենք ով սոխին Ով սաննա արքային Միասին երկենք արքան Արքան Նորից կգա արքան Նորից կգա արքան Նորից կգա Երուսաղեմ Ով կշղթային չարանենք ով սոխին Ով
ուսանա արքայի Միասին ասենք արքայի ժողովուրդն է Արքայի ժողովուրդն է Զորանում ամենուր Բարձրացնում հաղթության ձայն Տարածում սիրո հուր Մեր Տերը թագավոր է Արքա Էմանուել Եվ նա շուտով գալու է Երուսաղեմ արքա Նորից կգա արքան Նորից կգա արքան Նորից կգա Երուսաղեմ Շղթային շարանեն ոսոխին Հովսաննա արքան Միասին ասենք արքան Արքան Նորից կգա արքան Նորից կգա արքան Նորից կգա Երուսաղեմ Հոգով շղթային շարանեն ոսոխին Հովսաննա արքան Աստծո բանակն է գնում հաղթելով աշխարհին Մենք երգում ենք Միասին երգենք Աստծո բանակն է գնում հաղթելով աշխարհին Մենք ցնցում ենք, մենք երգում ենք ու ցնցում որ մահը պարտվեց Էմանուել Աստծո բանակն է սա Էմանուել Մենք պաշտում ենք նրան Էմանուել Նա է մեր Մեսիան Էմանուել Սուրբ Հիսուսն է աշխարհ եկել Սուրբ Հիսուսն է աշխարհ եկել Պաշտենք մենք նրան Նա է մեր զորագլուխը Օրհնենք մենք նրան Սուրբ Հիսուսն է աշխարհ եկել Պաշտենք մենք նրան Նա է մեր զորագլուխը Օրհնենք մենք նրան Էմանուել Աստծո բանակն է սա Էմանուել Մենք պաշտում ենք նրան Էմանուել Նա է մեր Մեսիան Էմանուել Արքա հավաքի վահան ունենք Մենք զինվել ենք ահա Երբեք չենք հուսատվի մենք Տերն է մեր արքան Հավաքի վահան ունենք Մենք զինվել ենք ահա Երբեք չենք հուսատվի մենք Տերն է մեր արքան Էմանուել Աստծո բանակն է սա Էմանուել Մենք պաշտում ենք նրան Էմանուել Նա է մեր Մեսիան Էմանուել Արքա Էմանուել Աստծո բանակն է սա Էմանուել Մենք պաշտում ենք նրան Էմանուել Նա է մեր Մեսիան Էմանուել Արքա Սուրբ Հիսուսն է աշխարհ եկել Սուրբ Հիսուսն է աշխարհ եկել Պաշտենք մենք նրան Նա է մեր զորագլուխը Միասին եկեք Սուրբ Հիսուսն է աշխարհ եկել Պաշտենք մենք նրան Նա է մեր զորագլուխը Միասին եկեք Աստծո բանակն է գնում հաղթելով դժոխքին Երբեք չենք Միասին եկեք երգենք Աստծո բանակն է գնում հաղթելով դժոխքին Մենք երգում ենք Հալելույա Հոսանա գարին Աստծո բանակն է գնում հաղթելով դժոխքին Մենք երգում ենք Հալելույա Հոսանա գարին Էմանուել է գնում քո առջևից Էմանուել հարուսյալ կենդանի Էմանուել որ հաղթես թշնամուն Էմանուել Արքա Էմանուել է գնում քո առջևից Էմանուել որ հաղթես թշնամուն Էմանուել Արքա Հալելույա Պարքես որ մեզ կյանքես պարքել Հալելույա Պարքես որ մեզ կյանքես պարքել Դու փառավոր ես Դու թագավոր ես Պարքես որ մեզ կյանքես պարքել Դու փառավոր ես Դու թագավոր ես Պարքես որ մեզ կյանքես պարքել Հիսուսն է կյանքը և ճանապարհը Էլ ուրիշ կյանք չկա աշխարհում Հիսուսի շնորհքով փրկություն ստացան Դե եկեք փառավորենք նրան Միասին եկեք Հիսուսն է կյանքը և ճանապարհը Էլ ուրիշ կյանք չկա աշխարհում Հիսուսի շնորհքով փրկություն ստացան
Եկեք փառավորենք նրան, միասին երգենք։ Հալելույա, հալելույա, հալելույա։ Փառքես որ մեզ կյանքես պարգևել։ Հալելույա, հալելույա։ Փառքես որ մեզ կյանքես պարգևել։ Դու փառավոր ես, դու փառավոր ես, դու թագավոր ես։ Փառքես որ մեզ կյանքես պարգևել։ Դու փառավոր ես, դու թագավոր ես։ Փառքես որ մեզ կյանքես պարգևել։ Դու կյանքի աղբյուր, դու կյանքի աղբյուր, դու սիրո աղբյուր։ Դու սիրո աղբյուր ես իմ Հիսուս։ Եվս մեկ անգամ կրկնենք դու կյանքի աղբյուր, դու լույսի աղբյուր, դու սիրո աղբյուր ես իմ Հիսուս։ Դու փառավոր ես, դու փառավոր ես, դու թագավոր ես։ Փառքես որ մեզ կյանքես պարգևել։ Դու փառավոր ես, դու թագավոր ես։ Փառքես որ մեզ կյանքես պարգևել։ Հալելույա, հալելույա, հալելույա։ Փառքես որ մեզ կյանքես պարգևել։ Հալելույա, հալելույա, հալելույա։ Փառքես որ մեզ կյանքես պարգևել։ Դարպասները բացողները միասին ասենք Երկնքի դարպասները բացողները Այստեղ են մեր մեջ են մեր կար Որ դարատ անցրևներ պարգևողները Այստեղ են մեր մեջ են մեր կար Երկնքի դարպասները բացողները Այստեղ են մեր մեջ են մեր կար Որ դարատ անցրևներ պարգևողները Այստեղ են մեր մեջ ներկա Դե եկեք փառավորենք նրան Արժանենա փառքի պատվի Մեծ արանքին Դե եկեք երկրպագենք նրան Սուրբ անունը զորավոր է Տեր Հիսուսի Դե եկեք փառավորենք նրան Արժանենա փառքի պատվի Մեծ արանքին Դե եկեք երկրպագենք նրան Սուրբ անունը զորավոր է Տեր Հիսուսի Դեղնած արտերի առատուստի Տերը այստեղ է մեր մեջ է ներկա Սերմաչեսնող բազմապատկող Տերը այստեղ է մեր մեջ է ներկա Միաս երկենք դեղնած արտերի առատուստի Տերը այստեղ է մեր մեջ է ներկա Սերմաչեսնող բազմապատկող Տերը այստեղ են մեր մեջ են ներկա Դե եկեք փառավորենք նրան Դե եկեք փառավորենք նրան Արժանենա փառքի պատվի Մեծ արանքի Դե եկեք երկրպագենք նրան Սուրբ անունը զորավոր է Տեր Հիսուսի Դե եկեք փառավորենք նրան Արժանենա փառքի պատվի Մեծ արանքի Դե եկեք երկրպագենք նրան Սուրբ անունը զորավոր է Միասին եկեք երգենք Դե եկեք փառավորենք Արժանենա փառքի Մեծ արանքի Դե եկեք երկրպագենք նրան Սուրբ անունը զորավոր է Դահլիճը թող ավելի համարձակ երգի Դե եկեք փառավորենք նրան Մեծ արանքի Սուրբ անունը զորավոր է Տեր Հիսուսի Միասին երգենք Դե եկեք փառավորենք նրան Արժանենա փառքի պատվի Մեծ արանքի Դե եկեք երկրպագենք նրան Սուրբ անունը զորավոր է Տեր Հիսուսի Միասին եկեք բարձր ծափարենք մեր Տիրոջը Հալելույա Եվս մեկ երկրպագության երգով եկեք մեծարենք նրա սուրբ անունը Եկեք միասին միանանք այս երգին երգելով օրհնությունը մեր Աստծուն է որ գահին է բազմել Եկեք միասին երգենք Օրհնությունը մեր Աստծուն է որ գահին է բազմել
որ գահին է Զորությունը գառնուկինն է Զորությունը գառնուկին է Որ գահին է բազմել Որ գահին է բազմել Օրհնությունը մեր Աստծուն է միասին եկեք երգենք օրհնությունը մեր Աստծուն է Օրհնությունը մեր Աստծուն է Որ գահին է բազմել Զորությունը գառնուկին է Որ գահին է բազմել Ամեն օրհնություն փառք իմաստություն Զորություն և պատիվ Զորություն կարողություն Մեր Աստծուն Հավիտյան սավիտենից ամեն Ամեն օրհնություն փառք իմաստություն Գոհություն և պատիվ Զորություն կարողություն Մեր Աստծուն Հավիտյան սավիտենից ամեն Փառք Տիրոջ, եկեք բոլորս միասին բարձր ծափարենք Տիրոջը Եվ ասենք քոնն ամբողջ փառքը, պատիվը, մեծարանքը, գովեստը, օրհնանքը մենք շնորհակալ ենք քեզանից Դու արդար ես, սուրբ ես Ամեն բանի մեջ Տեր, դու ուղիղ ու արդար ես Մենք փառավորում ենք քեզ, որովհետև քեզ սիրողների համար գայթակղություն չկա Եվ մենք քեզ սիրողներս հավաքվել ենք այստեղ Քո որդու Հիսուսի անունով Հայր, խոնարհվելու, մեծարելու, գովերգելու եւ փառավորելու քո սուրբ անունը Ողջունում ենք բոլոր նրանց կրկին անգամ, ովքեր որ մեզ միացել են իրենց հիվանդությունների, աղոթքի եւ իրենց կարիքների, աղոթքների համար Եկեք բոլորս միասին Բարձրացնենք մեր աղոթն ու աղաղակը բոլոր նրանց համար, ովքեր որ հիվանդանոցներում են պարկած, ովքեր նրանց տաներում են մանուկների, պատայենների, հատկապես երեխաների համար մեր աղոթքը, բոլոր նրանց, ովքեր որ մեզ ուղիղ եթերով են միացել։ Տիրոջ եկեղեցին ունի զորություն, Տիրոջ եկեղեցին ունի իշխանություն կապելու ամեն սատանայի խավարի ծրագիր եւ խորհուրդ։ Ես աղոթում եմ բոլոր նրանց համար, ովքեր որ հնարավորություն չունեն դահլիճ գալու, հիվանդությունը արգելքը։ Եվ մենք բոլորս միասին այստեղ կանգնածներս ոչ թե աղոթենք մեր խնդիրների, մեր հիվանդությունների համար, երբ որ դու աղոթում ես դիմացինի համար, Աստված քեզ էլ է օրհնում։ Գիտես, Աստվածաշունչն ասում է, որ տալն ավելի երանելի է, քան վերցնելը։ Եվ հավատացյալներ կան այդպեսի, որ միշտ ինչ-որ մի բանի կարիք ունեն, անդադ ինչ-որ բանի, եւ թվում է թե մենք պետք է անդադ ինչ-որ եկել ենք մի բան վերցնենք, մի բան տանենք, մի բան առնենք, մի բան ստանանք, բայց հավատա ժամանակ կա, որ նաև պիտի տաս, որ Աստված օրհնի քեզ։ Եվ երբ որ դու հիմա աղոթում ես ինձ հետ միասին բոլոր նրանց համար, ովքեր որ ուղիղ եթերով մեզ նայում են, կնայեն 1000-ից ավել մարդ ամեն անգամ նայում է այս ուղիղ եթերը, 1500-ից ավել մարդ նայում է, մեզ քանակությունը չի կարևոր։ Այդպիսի հավատացյալներ կան, որ միշտ դահլիճ մտնում ժողովուրդն են հաշվում։ Այդ մարդիկ հավատքի հետ կապ չունեցող մարդիկ են։ Հավատքի հետ կապ ունեցող մարդը այն է, որ չերևացողն է երևացողի պես տեսնում։ Թե չէ քանակություն այնքան ուղղություններ կան, քանակություն կա։ Հիսուսը քանակության հետևից չի ընկել։ Հիսուսը այն մարդկանց կարիք ունի, ովքեր որ հավատք ունեն։ 2-3 հոգի բավարար է, որպեսզի Տիրոջ շնորհքն ու զորությունը անցնին այս տեսախցիկից այն կողմ։ Եվ ես ուզում եմ բարձրացնել իմ ձեռքերս Տեր Հիսուս Քրիստոսի անունով դեպի երկինք, դեպի քո սուրբ գահը։ Ես բարձրացնում եմ հայացքս դեպի երկինք եւ աղոթում ու աղաղակում եմ բոլոր նրանց համար, ովքեր որ հիմա հավատքով Տեր նայում են։
քո ձեռքը դիր քո հիվանդ տեղիդ վրա։ Կուզես ծնկի, կուզես նստի, ինչ դիրք ուզում ես ընդունի, դա Աստծո համար ընդհանրապես որևիցե մի էական կապ չունի։ Եթե չունես հնարավորություն կանգնելու, նստելու, ծնկելու, կարող ես պառկած աղոթես։ Եթե քո ձեռքերը դել չեն շարժում, կարող ես ինչ-որ մեկին խնդրես, եթե քո կողքն քո ձեռքը դնի քո վրա։ Փակիր քո աչքերը անպայման։ Եթե քո երեխան է հիվանդ, գրկիր, փորձիր նրան էլ օգնես, որպեսզի իր հիվանդ տեղի վրա դնի իր ձեռքերը։ Ու հավատա, հավատքը դա միայն խոսքեր չեն, հավատքը դա գործողություն է։ Եվ հիմա այս գործողությունները, որ դու անում ես, դա Աստծո առաջ հաճելի է, որովհետև առանց հավատքի Աստծո առաջ չես կարող հաճելի լինես։ Եվ ես Հիսուսի անով եմ բարձրացնում քո անձդ։ Եվ ես Հիսուսի անով եմ աղաղակում դեպի երկինք, դեպի մեր երկնավոր Հորը, մեր ստեղծողին, մեր Արարչին, նրանից շնորհք եւ ողորմություն խնդրելու համար։ Եվ ես Տեր Հիսուս Քրիստոսյանով մեկնում իմ ձեռքս քո մարմնիդ վրա, հնարավոր է քո մարմնիդ անդամներից որևիցե մեկը չորացած է, անշարժ է։ Ես աղոթում եմ, որ Տիրոջ զորությունը կա, կյանք կա։ Ես աղոթում եմ, որ քո մկաններդ սկսեն աշխատել, նորից արյան շրջանառությունը վերականգնվի քո մարմնի բոլոր անդամալույց անդամների մեջ։ Հիսուս Քրիստոսի զորավոր անունով, Հիսուս Քրիստոսի զորավոր անունով ես հալածում եմ ամեն հիվանդություն, ամեն խավար ու ամեն դիվային ուժ, բոլոր այն հիվանդությունների հետևից, որ կանգնած են, որ վերահսկում են, որ քո կյանքում այդ հիվանդությունը շարունակական պրոցես լինի։ Գիտեք, մարդիկ կան հարմարված են հիվանդություններին ու ցավերին, ասում են իմ հիվանդությունը, երբեք հիվանդությանը իմը մի ասա, հիվանդությունը քոնը չի, դա ուղղակի եկել է քո տկարության պատճառով, եւ ես Հիսուսի անով քանդում եմ այդ կապանքները։ Իսկ եթե քո մեջ խռովություն է եկել հիվանդությանդ համար, Աստված ստեղ մեղք չունի, մեղքը քոնն է։ Ամեն մարդու կյանքում ինչ որ տեղի ունենում, որևիցե մի մարդ մեղավոր չի։ Դա մեր անաստված ապրած կյանքի արդյունքն է։ Ինչ որ պատահել է քեզ, երբեք Աստծուն չմեղադրես, երբեք չխռովես Աստծուց։ Աստված արդար է։ Աստված իր որդուն է տվել։ Եվ ես ուզում եմ քեզ ասեմ, որ քո սիրտդ Տիրոջ հետ հաշտ պահի։ Եվ ասա, Տեր, ներիր ինձ իմ կյանքի համար, իմ ապրած կյանքի համար, իմ բոլոր մեղքերի համար։ Սղճա, սա քո բժշկության ամենակարևոր գրավականն է։ Ասա, Տեր, ներիր ինձ եւ քո արյամբ սրբիր ինձ։ Եվ անպայման ասա, շնորհակալ եմ քեզանից, որովհետև այն պահին, երբ որ դու ասում ես ներիր ինձ, Տիրոջ ներումն ու ողորմությունը գալիս է քո կյանքիդ մեջ։ Նրա արյունը սրբում է քեզ։ Փառք ես, ասա ինձ հետ, փառք ես, շնորհակալ եմ քեզանից քո մեծ սիրո ողորմության համար, քո թափած սուրբ արյան համար, ամեն խռովություն, դատ, չարախոսություն քո լեզվից թող հեռանա, մեղադրանքը դա պիղծ է, թող հեռանա քո սրտից։ Քո կյանքում պատահած ամեն բաների պատասխանատվությունը քո վրա է, բայց Հիսուս եկել է վերցնի դա եւ քեզ ողորմի։ Հալելույա։ Փառք ես։ Մենք ենք Աստծուն մեր թիկունքը դարձրած ապրել մեր ամբողջ կյանքը եւ միայն մեր կարիքների, նեղությունների ու դժվարությունների ժամանակ ենք հիշել։ Բայց որ ամեն բան լավը մարդիկ Աստծուն են մոռանում, Աստծո մարդկանց են մոռանում, եկեղեցիներ են մոռանում, չեն մտածում, որ ավելի մեծ փոս է սպասվում։ Բայց ես աղոթում եմ, որ Տերը քեզ իմաստություն տա, որ այս բժշկության հրաշալի սորավոր աղոթքից հետո, երբ որ կվերականգնվի քո առողջությունը, մեղքի մահվան հետ այլևս կապ չունենաս, Հիսուսի հետևից գնա։ Սրտանց աղոթքը քանդում ամեն կապանք, հավատա, սրտանց աղոթքը, սրտանց բարձրացրա ու ասա, Տեր Հիսուս, ես կանչում եմ քեզ,
որ քո ողորմությունները կան իմ կյանքում։ Շնորհակալ եմ քեզանից։ Բարեգութ ու բազմավողոր աղոթենք բոլոր նրանց համար, ովքեր որ մեզ ուղիղ եթերով են նայում, սիրելիներ։ Եկեք էգոիստ չլինենք, չնստենք մեր համար աղոթենք։ Մենք աղոթում ենք բոլոր ուղիղ եթերով մեզ նայողների համար։ Եվ ես փառավորում եմ քո սուրբ, դու քո համար մի աղոթի ինձ հետ միացի։ Դու կարիք չունես այս խոսքերը կրկնես։ Աղոթի բոլոր նրանց համար, ովքեր որ հիմա մեզ նայում են եթերով։ Եվ մենք փառավորում ենք քո սուրբ անունը։ Շնորհակալ ենք քեզանից։ Ես քո լույսն եմ խնդրում, Տեր, բոլոր նրանց համար, ովքեր որ մեզ ուղիղ եթերով են նայում։ Որ քո բժշկարար զորությունը իջնի բոլոր այն երեխաների վրա, մանուկների վրա, պատանիների վրա։ Նրանց համար, ովքեր որ ականջ ունեն լսելու, Տեր։ Ես աղոթում եմ, որ քո հոգին հպվի նրանց սրտին բժշկություն։ Ես երբ որ հիմա կասեմ բժշկություն, դու ասա ես բժշկված եմ։ Ես բժշկություն եմ հռչակում, բժշկություն քո մարմնի մեջ, քո մարմնի անդամների մեջ, Հիսուսի անունով, քո սրտանոթային հիվանդությունների, քո արյան հիվանդության, քո ստամոքսի, քո աղիքների, քո գլխուղեղի, քո ականջների, քո ոտքերի, քո հոդերի, քո ձեռքերի, ամեն տեղ, որտեղ հիվանդություն, ցավ ունես, Հիսուսի փառավոր անունով բժշկություն եմ հռչակում, ասա ես բժշկված եմ։ Որտեղ որ գտնվում ես, ասա ես բժշկված եմ Տեր Հիսուս Քրիստոսի վերքերով։ Հալելույա, երբ որ դու սա հավատքով ես ասում, այլևս ոչ մի ցավ, ոչ մի հիվանդություն քո վրա չի կարող իշխել։ Ես Հիսուսի արյան զորություն եմ խոսում եւ հալածում եմ ամեն ուռուցք, ամեն քաղցկեղ, ամեն տկարություն, ամեն վախ տագնապ։ Փառք ես Տեր այս հրաշալի օրհնյալ ներկայության համար։ Եվ ես աղոթում եմ բոլոր նրանց համար, որ հիվանդանոցներում պարկած են, բայց մեզ չեն նայում, հետո կնայեն։ Ես աղոթում եմ, որ քո զորությունը նրանց վրա իջնի, նրանց միտքը բացես, նրանց սիրտը բացես, այցելես, խոսես երեխաների, մանուկների, պատանիների համար, քո հայրական ողորմությունդ եմ խնդրում բոլոր հիվանդների համար, Տեր, Հայաստանում, աշխարհի բոլոր Տեր իմ Աստված, հատվածներում, որտեղ որ մեզ նայում են, քո ողորմությունդ ենք խնդրում, Տեր։ Հիսուսի անունով, Հիսուսի անունով, բժշկություն, բժշկություն, բժշկություն եւ ազատագրություն, ամեն կախվածություններից, չար սովորություններից, ալկոհոլի, ծխախոտի, թմրանյութերի եւ թմրադեղերի կապանքներից ազատագրություն եմ խոսում։ Հիսուսի անունով, հուսահատության, ինքնասպանության ոգի, Տեր Հիսուսի անունով, հալածում եմ քեզ բոլոր այն երիտասարդների կյանքից, որ նայում են եւ կնայեն։ Հիսուսի զորավոր անունով ես հռչակում եմ ազատագրություն քեզ այս շղթաներից։ Փառք ես, Տերս քո սուրբ հոգով, ղեկավարի եւ կառավարի բոլոր այն մտքերը, ովքեր որ Տեր իմ Աստված Հիսուս չեն կարողանում առողջ մտածեն։ Եվ ես բժշկություն եմ խոսում, եւ ես փառավորում եմ քո սուրբ անունդ, Հայր, Հիսուսի անունով։ Ամեն, ամեն։ Փառք Տիրոջ, եկեք ծափարենք Տիրոջը։ Ես օրհնում եմ քեզ Տեր Հիսուսի անունով եւ ուզում եմ ասեմ, որ ամեն երկուշաբթի ժամը 6:30, ամեն չորեքշաբթի 6:30 եւ ամեն կիրակի 2:30 կարող ես միանալ մեզ ուղիղ եթերով այս աղոթքների համար եւ Աստծո խոսքը լսելու համար։ Իսկ եթե ունես հնարավորություն, ունես առողջություն, անպայման այցելի Երևան Արաբկիր համայնք Վաղարշյան 12:10 ամեն կիրակի ժամը 2:30, ամեն երկուշաբթի 6:30 եւ ամեն չորեքշաբթի 6:30 Տեր օրհնի բոլորիդ։ Փառք Տիրոջը։ Մենք օրհնում ենք, անվանում ենք Տիրոջը, փառք Հիսուսին, հալելույա։ Փառք ես Տեր։ Տեր օրհնի, կարող նստեք։ Շարունակենք Տիրոջ օրհնյալ, փառավոր ներկայությունը վայելել Աստծո խոսքով։ Ամեն։ Մեր Տերը հրաշալի է։ Մեր Տերը հրաշալի է։ Հալելույա։ Կարող ենք միասին երգենք, ինչ մեծ ու հրաշալի է
քո գործերը Տեր Փառքով լցված երկիրը արդար ու ճշմարիտ են ուղիները քո Սուրբ թագավոր ով չի վախենա ու չի փառաբանի քեզ Միայն դու ես Սուրբ Քո առջև Տեր Հիսուս Բոլորս միասին ասենք Սուրբ ես Սուրբ ես Սուրբ ես Միայն դու ես Սուրբ Սուրբ ես Սուրբ ես Տեր Հիսուս միայն դու ես Սուրբ ես Սուրբ ես Սուրբ ես Միայն դու ես Սուրբ Սուրբ ես Սուրբ ես Տեր Հիսուս միայն դու ես Սուրբ Սուրբ իմ Տեր զորավոր ամբողջ երկինք Սուրբ իմ Տեր զորավոր քո ձեռքը չի կարճացել Ամեն փառք Տիրոջ եկեք մի հատ ծափարենք Տիրոջը հալելույա Փառք Հիսուսին Սիրելիներս Մատթեոս ավետարան Ուրեմն 3-րդ գլուխ 11 համարում Հովհաննես Մկրտիչն ասեց ես ջրով եմ մկրտում ձեզ ապաշխարության համար, բայց իմ ետևից եկողը ինձանից զորավոր է, որի կոշիկները վերառնելու ես արժանի չեմ։ Նա ձեզ կմկրտե Սուրբ Հոգով եւ կրակով։ Ասա որ Սուրբ Հոգին կրակ է։ Հալելույա, փառք Սուրբ Հոգուն։ Եկեք մի հատ ծափարենք Սուրբ Հոգուն եւ փառտանք Սուրբ Հոգուն, որովհետեւ եթե Սուրբ Հոգին մեր մեջ չլիներ, մեր այստեղ լինելը իմաստ չուներ, որտեվ առանց Սուրբ Հոգու եկեղեցին չէր ծնվի, առանց Սուրբ Հոգու ես ու դու չենք ծնվի, առանց Սուրբ Հոգու մենք Տիրոջ խոսքի հայտնությունը չէինք ունենա։ Ամեն։ Փառք Սուրբ Հոգուն։ Եթե Սուրբ Հոգին քո կյանքում է, դու օրհնված մարդ ես, որտեվ առանց Սուրբ Հոգու մենք չենք կարող որևիցե մի կերպով առաջ գնալ։ Փառք Սուրբ Հոգուն։ Եվ ես ուզում եմ քեզ ասեմ, որ Հիսուսի փառավոր գործերից մեկը երկրի վրա դա եկեղեցուն Սուրբ Հոգով մկրտելն էր։ Այսինքն մկրտելը Սուրբ Հոգով նշանակում է, որ դու երբ որ Հիսուսին Տեր ու Փրկիչ ընդունեցիր, դու չես մկրտվել Սուրբ Հոգով։ Հիսուսին Տեր ու Փրկիչ ընդունելը դա չի նշանակում, որ մենք Սուրբ Հոգով մկրտվել ենք։ Մարդիկ անխառնում են սա։ Ասեն Հիսուսին Տեր ու Փրկիչ ընդունես, հետո Սուրբ Հոգին քո կյանքում է, էլ ի՞նչ մկրտություն։ Ոչ, սիրելի քույրեր, ոչ։ Հիսուս 30 տարի երկրի վրա ապրեց։ 30 տարի հետո Հորդանան գետում, երբ որ Հովհաննեսը սա հայտարարեց, Սուրբ Հոգին աղավնակերպ իջավ Հիսուսի վրա, եւ Հովհաննեսն ասեց, որ ահա նա որ ձեզ պիտի մկրտի Սուրբ Հոգով։ Սուրբ Հոգով մկրտվելը դա ջրով մկրտվելը չի, Հիսուսին Տեր ու Փրկիչ ընդունելը չի։ Հիսուսին Տեր ու Փրկիչ ընդունելը դա նախապայմանն է Սուրբ Հոգու մկրտության, որտեվ Հիսուսի արյունը մեզ մաքրում է ամեն ախտերից ու ապականություններից, որովհետև Սուրբ Հոգին պիտի Սուրբ տեղը իջնի։ Իսկ Տեր Հիսուսի արյունը ունի զորություն սրբացնելու։
Հիսուսի արյունը մեզ սրբացրել է, որպեսզի Սուրբ Հոգին բնակվի մեր մեջ։ Սուրբ Հոգու մկրտությունը դա այն է, որ մենք պիտի անպայման մտածենք, փափագենք եւ անպայման պիտի մկրտվենք։ Այդպիսի բան չկա։ Կարող է մեկը մկրտվի, կարող է մեկը չմկրտվի, կարող է մեկին Աստված կամենա մկրտի, մեկին էլ չկամենա մկրտի։ Ոչ, սա սուտ է։ Աստված բոլորին կամենում է մկրտի Սուրբ Հոգով։ Մարդիկ են թերահավատ։ Քո անհավատության խնդիրը կարող է պատճառ լինի քո Սուրբ Հոգով չմկրտվելը։ Ամեն։ Հիսուսն ասեց, ես ջրով եմ մկրտում։ Ջրի մկրտությունը ինչ է, մենք ամբողջովին մտնում ենք ջրի մեջ։ Մենք ջրով չենք մկրտում, որ փրկվենք։ Մենք ջրով չենք մկրտում, որ փրկվենք։ Մենք ջրով մկրտում ենք, որտեղ փրկված ենք։ Ես շատ եմ ասեմ մարդկանց, երբ որ դուք ջրով մկրտվում եք, խաղ մի արեք։ Եթե ջրով մկրտվում ես, դու ուխտ ես անում Աստծո հետ։ Եվ եթե քո ուխտը չպահես, անեցք է գալու կյանքիդ մեջ։ Ավետարանն է ասում սա։ Ավելի լավ է ուխտ չանես, քան թե անես եւ ուխտերը չկատարես։ Եվ շատ անգամ շատ հավատացյալների քրիստոնյաների կյանքում տեղատարապ դիվային աշխարհի հարցակումներ են լինում։ Ինչի՞։ Որովհետեւ գիտես մտածում են ջրով մկրտվել, էդի ջրի մեջ մտնել, դուրս գալն է, ինչ լավ է, հովանալ է, ինչ բան է։ Հետո կերևա։ Ջրի մկրտությունը դա պատասխանատվություն է։ Ամուսնական ուխտի պես։ Հարսանիք չեն անում, հետո որոշում իրար հետ ապրեն, իրար հետ ընտանիք ստեղծեն։ Ամուսնական ուխտը հարսանիքն է վավերացնում։ Բայց մինչև հարսանիքն են մարդիկ որոշում։ Ես հարսանիքի մասին չեմ խոսում, հարսանիքները բան։ Ոչ խավոր են, ոչ թամադա են, ոչ էլ զաքսի աշխատող եմ։ Իհարկե շատ հովիվներ կան, որ շատ մեծ հպարտություն ունեն, որ 1500 ընտանիք են ամուսնացրել։ Իմ ամենամեծ պարծանքը Տիրոջով։ Իհարկե դա պարծանք չի, դա պարտավորվածություն է, որ ես 100,000-ների ավետարան եմ խոսացել ու հազարների ապաշխարության պատճառ եմ դարձել։ Սա ավելի մեծ ինձ համար երանություն է, քան 1000 ամուսնությունը, որի կեսը բաժանվում են։ Ամուսնությունը դա ամեն մարդու անձնական կյանքն է, գործն է, ինքը գիտի։ Եվ ես ուզում եմ քեզ վստահեցնեմ, որ ամուսնական պարտականությունը դա այլևս քո կյանքի ամբողջ ընթացքի լուծն է։ Իհարկե, երբ որ մարդիկ որոշում են ամուսնալուծվել, ամուսնալուծվում են, բայց պիտի չամուսնանան։ Որտեւ եթե մեկը ամուսնալուծվեց եւ ամուսնացավ, սա շնություն է։ Շնություն։ Արտա ամուսնական կյանքն էլ է շնություն։ Երբ որ կողմերից մեկը կենթանի ավետարանն ասում է, երբ որ մարդիկ բաժանվեցին նրանից, կապ չունի։ Մի կողմը հավատացյալ է, մի կողմը անհավատ է, երեխեն ինչ աներ, թո չամուսնանար։ Թո չամուսնանար։ Ամեն պատահած անապաշխար, կիսատ պռատ, արաղը բեյնին, պաբիրոզը բեյնին մարդկանց հետ չեն ամուսնանում։ Նամանդ հավատացյալներ։ Այդ աշխարհի մարդիկ, հա, տենց ուղեղները հազարի տակ աշխատում է, եկեղեցուց գան քույրիկ ուզեն։ Դամախազյա է չկա վիդիցիլի։ Որտեվ եկեղեցու քույրիկներ հնազանդ են։ Տանի կապի վլվածարանին պասուդամոշիկ աշխատի։ Ինքն է գնա իր համար հայաթա խամի, ծախի, բքի մանգա։ Եվ ես բոլոր քույրերին խրախուսում եմ եւ միշտ ասում եմ, աշխարհիկ, չափաշխարած, եթե մարդը 4 տարի Քրիստոսի մեջ չի ապրել, մի ամուսնացեք։ Այդ ամուսնությունը ձեր գլխին պատուհաս է լինելու։ Լավ է չամուսնանալ, քան թե ամուսնանալ կիսատ պռատ, որ ամուսնանալու համար ապաշխարություն չի լինում տենց բան սիրներ։
Ես 33 տարվա մեջ չեմ տեսել, որ եղբայրը ապաշխարի քույրիկի համար։ Եղբայրը ապաշխարում է Հիսուսի համար։ Ավետարանը կոմունիստական աֆիորա չի, ֆրիկ չի։ Ավետարանը ճշմարտություն է եւ իմ ու քո սուտը բացահայտում է։ Ու մեզ կանգնացնում է Ացյանի առաջ, որ Քրիստոսի արյունով սրբվենք։ Դրա համար ուզում ես երջանիկ ապրես։ Թող ամուսնությունը դինի։ Ամուսնության մասին խոսել։ Ապաշխարած քույրիկ եւ ապաշխարած եղբայր։ Եվ ես վստահ եմ, որ ջրիմկրտությունը ավելի մեծ պարտավորվածություն է։ Որտեւ ավետարանն ասպասվեց ամուսնական կապով ձեզ հետ կապ հաստատեցի։ Ամեն։ Ընտանիքը դա ամենակարևոր մեր կյանքի մասերից մեկն է, որ մենք ունենք եւ մենք պարտավոր ենք այդ ընտանիքի համար ապրել։ Բայց Քրիստոսի ընտանիքը ինձ համար առաջինն է։ Մարդը ասում է առաջին իմ ընտանիքն է, ես ասում եմ ոչ, իմ համար տենց չի։ Առաջինը Քրիստոսն է, Քրիստոսի ընտանիքն է, հետո է իմ ընտանիքը։ Որովհետև Քրիստոս եթե չլներ, իմ ընտանիքը Աստծո մեջ չէր լինի։ Իսկ եթե եկեղեցին չլիներ, իմ ընտանիքը ապաշխարություն եւ արթություն չէր ունենա։ Եկեղեցին իմ ընտանիքից չի գոյացել։ Իմ ընտանիքն է եկեղեցուց գոյացել։ Դրա համար առաջ Քրիստոսի էդի եվրոպական ավետարանիչներն են տենց ասում։ Ընտանիք, առաջինը ընտանիք, հետո Քրիստոս։ Ավետարանը չի ասում, թող քո կնոջդ, թող քո մորդ, հորդ, երեխեքիդ եւ Տիրոջը դառնի։ Էդու չի ասում թողնել։ Ասում որ եթե եկեղեցին չլինի, ոչ քո ընտանեկան հարաբերությունների մեջ հաշտություն կլինի, ոչ խաղաղություն կլինի, որտեղ եկեղեցին է ինձ համար աղոթում։ Որտեղ եկեղեցուց է իմ ընտանիքս հոգևորապես սնվում։ Եվ սա շատ կարևոր է։ Ով ոնց ուզում է թող շուռ տված ավետարան քարոզի։ Բայց ավետարանը այս է սովորացնում։ Այն ինչ որ ավետարանը մեզ սովորացնում է, դա ավելին է, քան մարդիկ, որ սովորացնում են։ Ջրի մկրտությունը կարևոր բան է, բայց ես ուզում եմ խոսեմ Սուրբ Հոգու մկրտության մասին, բայց մկրտության մասին չեմ ուզում խոսեմ։ Ես ուզում խոսեմ հոգու կրակի մասին։ Սուրբ Հոգու մկրտությունը դա կարևորագույն իրադարձություն է։ Հիսուս մինչև 30 տարեկան ոչ մի բան չարեց, ոչ մի բան չհայտարեց։ Ես եմ աշխարհի փրկիչը, ես եմ, որ պիտի գայ, ես երկրորդ անգամ կգամ, ոչ մի հիվանդի համար չաղոթեց 30 տարեկան մինչև։ Սիրելի քույրեր եղբայրներ, ինչ արել Հիսուսը մինչև 30 տարեկան ինձ ընդհանրապես չի էլ հետաքրքրում։ Ինքը ոչ Տիբեթ է գնացել, ոչ մի ուսուցիչ չի ունեցել, ասես տափակ, անգրագետ մեկնաբանություններ կան, որ Հիսուսը սովորում էր մինչև 30 տարեկան։ Ու այնքան սուտ ու սխալ մեկնաբանություններ կան, ոչ մի այդպիսի բան չի եղել։ Հիսուսը մինչև 30 տարեկան հյուսն է աշխատել ու վերջ։ Երուսաղեմից Իսրայելից, գիտեք, ես ես մի հատ բան ասեմ, մարդիկ, որոնք որ ավետարանից չեն, Աստծո մարդ չեն, մարդիկ զբաղվում են հոգևոր կյանքով։ Այսինքն իրենց նպատակը չի մարդու ավետարան քարոզել, որ մարդը փրկվի։ Իրանք հեքիաթ ասած են։ Երկրագունդը քառակուսի է, մեկ-մեկ գերանկյունի է դառնում։ Կան ուրիշ մոլորակներ, կան մարդիկ, կան թրջող ափսեներ, կան թրջող պատառաքաղներ, թրջող դանակ, քթալ էլ կա, տարբեր կան, շորչան։ Մենք մենակ չենք։ Հո Աստված, այս տախտերներում մեր չտեսես։ Այս մարդկանց նպատակը ուղղակի հետաքրքրասիրություն առաջացնելն է։ Այն որ ասում է մարդ, երբ որ իր կյանքը չունի, ուրիշի կյանքի մեջ է քիթը մտցնում։ Այս մարդիկ էլ որ չունեն Քրիստոսի այն ավետարանի խոստումը,
այն ավետարանի հրահանգը, որ գնացեք ամբողջ աշխարհ ավետարան քարոզեք։ Սենց հեքիաթներով են զբաղված։ Օծը 5 ոտանի ա եղել, Եվան 3 գլխանի ա եղել, Ադամը ձկների լեզվով ա խոսացել։ Սենց նապակ։ Բայց մեր նպատակը չի սիրել այս երկրորդական, երրորդական տափակ բաների մեջ մտնել։ Մեր նպատակը Քրիստոսի փառավոր հաղթանակը փոխանցելն է։ Եվ մի մտեք այս հեքիաթների մեջ։ Աշխարհը 6000 տարի չի։ 6 միլիարդ տարի է։ Լավ թող 15 միլիարդ տարի լինի։ Բայց դա սուտ է։ Մեր երկրագնդի պատմությունը ընդամենը 6000 տարի է։ 7-րդ հազարամյակում ենք։ Սիրելի քույր եղբայրներ, ես ես մի բան եմ ուզում ասեմ, որ ավելին չմտածեք այն, ինչ որ ավետարանը մեզ տալիս է մտածելու։ Դա մեզ չի տալիս օրդություն եւ ողորմություն, դա բերում է մոլորություն։ Իսկ մոլորությունները երբեք չեն բերում մեզ ճշմարտության մեջ։ Դրա համար այս ճշմարտությունները պարզ իմանալը շատ կարևոր է։ Հասկանում եք։ Ես մարդիկ եմ իմացել, որոնք որ տարիներով Սուրբ Հոգով մկրտված են եղել, իրենց նպատակը չի եղել Աստծո հետ իրենց հաղորդակցությունը վայելեն։ Եվ Աստծո կամքին ծառայեն։ Այս մարդիկ չեն հավատում Աստծուն, իսկ Աստծուն հավատալը պետք։ Իսկ Աստծուն հավատացողը ամեն մի փոթորիկից չի տատանվում։ Ոյ այսօր անձրև եկավ, գիտես, եկեղեցի չգնանք, ոյ այսօր ձուն եկավ, ոյ այսօր կիրակի է, յարմրկեն մենակ այսօր է բաց։ Ես գիտեմ ինչ այն չի, ինձ համար կիրակի օրը սուրբ է, և դա այն օրն է, որ ես պետք է Տիրոջ տան մեջ լինեմ։ Եվ ցանկացած բան, որ ինձ առաջարկում են կիրակի օրը, ես մերժում եմ, գիտես ինչի համար, որովհետև աղբը չի կարող ավելին լինել, քան այն գանձերը, որ Տերը պետք է տա այսօրից։ Սուրբ Հոգու մկրտության մասին ավետարանն ասում է, սիրելի աշակերտները Սուրբ Հոգով չմկրտվեցին, մինչև Գործք առաքելոց 2-րդ գլուխ։ Հիսուսը ինքը, երբ որ Սուրբ Հոգով չլցվեց, Սուրբ Հոգին իր վրա չիջավ, եւ Սուրբ Հոգին իրան ամբողջովին չվերցրեց, Հիսուսը ոչ մի բան չարեց։ Ում մոտ կա բաժակ, ավելորդ բաժակ, ում մոտ կա։ Իմ բաժակը չեմ ուզում էլ, որտեղ ջուր եմ խմում։ Ադնա ռազովի տվեք։ Տվուխ ռազովի կա։ Հետա բերեք, պետք չի պատերով։ Պարտի ոչ։ Յատել, որ մեջը ջուր լսնես, հրաշք կլինի։ Պարտիրոտ չէ, հիմա այսօր ցույց տամ ինչա մկրտությունը սիրել։ Մկրտությունը դա այն է, որ մենք ամբողջովին մտնում ենք ինչ որ մի բանի ազդեցության տակ, ներսից ու դրսից։ Տվյալ պարագայում Սուրբ Հոգու։ Երբ որ դու Սուրբ Հոգով մկրտվում ես, դու նման ես այս անձեռնոցիկին։ Երբ որ այս անձեռնոցիկը մտցրեցի ջրի մեջ, ինքը ներսից ու դրսից ամբողջովին ներծծված է ջրով։ Ու եթե հիմա այս անշնորհքություն անեմ, այս անձեռնոցիկը սենց Ձմեր չներ կանեի, չէ՞ որ գարուն է, կարել է։ Այս անձեռնոցիկի վրայի ջուրը դուք չեք զգա, մինչև ես ձեզ այսպես չցայեմ, եկավ մի բան։ Մինչև չցայեմ, մինչև ձեզ սենց ինչ-որ կերպով չփորձեմ ձեր վրա այս անձեռնոցիկի մեջի ջուրը փոխանցեմ, դուք չեք զգա, ես զգում եմ, իմ ձեռս թրջվում է, իմ ձեռքերս ներծծվում են այս ջրով։ Ես ինչի համար, որովհետև այս անձեռնոցիկը ներծծված է այս ջրով։ Երբ որ մարդը Սուրբ Հոգով մկրտված է, ինքը դրսից ներսից Սուրբ Հոգու ազդեցության տակ է։ Սուրբ Հոգին չի իջնում մարդու վրա, Սուրբ Հոգին բնակվում է մարդու մեջ։ Սա է մկրտությունը։ Ջրի մկրտությունը նույնն է, որ մենք ամբողջովին մտնում ենք Աստծո խոսքի իշխանության տակ։ Աստծո խոսքն է մեր վրա իշխում։ Սա ավելի կարևոր է, քան երկրագնդի քառակուսի կամ եռանկյունի լինելը սերներ։
կամ տիեզերքի անծայրածիրության կիլոմետրերը իմանալ։ Հասկանում եք։ Սա է քեզ երկինք տանելու։ Այս երկրից ոչ մի բան չես տանել, ոչ երկնակար, ոչ ոսկի, ոչ արծաթ, ոչ մի բան։ Սուրբ Հոգու մկրտությունը կարևոր է, որտեղ ասում է 8-րդ գլուխ Հռոմեացիների։ Ես չեմ ուզում կարդամ ժամանակի համար։ Ասում է, ով որ Տիրոջ հոգին չունի, իմը չի։ Ոնց ուզում եք լսել հասկացեք։ Իսկ Տիրոջ հոգին ունենալը դա Սուրբ Հոգու մկրտությունն է։ Որովհետև մարդը մինչև Սուրբ Հոգու մկրտվելը այլ է, Սուրբ Հոգու մկրտվելուց հետո այլ է։ Մարդը եթե Սուրբ Հոգով մկրտված չի, Սուրբ Հոգով մկրտվել կա, հետո Սուրբ Հոգով լցվել կա, երբ որ մենք մկրտվում ենք, մենք պետք է հետո լցվենք Սուրբ Հոգով։ Իսկ լցվում են աղոթքով, փառաբանությամբ, երկրպագությամբ, անձնական աղոթքի ժամ ունալով, ավետարանի խոսք լսելով, եկեղեցի գալով։ Հիմա դուք Սուրբ Հոգով մկրտվում եք։ Ինչի համար, որովհետև ինչ որ մեկը, որ արդեն Սուրբ Հոգով մկրտվել է, ազդում է ձեր վրա։ Հիմա իմ մեջից Սուրբ Հոգին է ազդում քո վրա։ Ովքեր որ Սուրբ Հոգուն չեն ճանաչում, գիտեն մարդն է, վաղն է էլի։ Ոչ, Սուրբ Հոգին է։ Երբ որ ես հոգով լցված չլինեի, ես չէի կարող ներգործեի քո վրա, ես չէի կարող այս խոսքը հասցնել քո սրտին, որովհետև քո սրտի ճանապարհը միայն Սուրբ Հոգին գիտի։ Քո միտքը միայն Սուրբ Հոգին կարող է վերցնել իր իշխանության տակ։ Ես չեմ կարող։ Բայց ինչ որ անում եմ, ես Սուրբ Հոգով եմ անում։ Սուրբ Հոգու մկրտությունը պարտադիր է։ Սիրելիներ, Սուրբ Հոգով մկրտված եկեղեցիները այլ իրադարձության մեջ են, չմկրտվածները այլ։ Սուրբ Հոգով մկրտված եկեղեցիները մեթոդները կիրառում են միմիայն նրա համար, որ Սուրբ Հոգին կարող օգտագործի այդ մեթոդը։ Բայց Սուրբ Հոգով չմկրտված եկեղեցիները միայն մեթոդ են կիրառում։ Ասենք օրինակ դու կարող եք եկեղեցի մարդիկ փորձեն ձեզ համար հաճելի ժամանակ ստեղծեն, ինչի։ Կարան թեյ ձեզ տան, մի հատ պրյանիկ տան, մի հատ ադիբուդի տան։ Երեխեք նստում ենք մեր տեղերը, նստում ենք ու չենք շարժվում։ Հասկանում եք։ Մենք զվարճալի պահեր չենք ստեղծում եկեղեցում։ Մենք չենք եկել այստեղ մարմնավոր զվարճանքների համար։ Մենք ժամանակ չունենք, ժամանակը վերջանում է։ Հասկանում եք։ Մենք ժամանակ չունենք այստեղ ծնունդներ նշելու, կնունքներ նշելու, ինչ-որ մաղարիչներ բաժանելու, հարսանյական ինչ-որ արարողություն։ Մեր ժամանակը քիչ է Աստծո խոսքը լսելու համար, եւ մենք թանկ ենք գնահատում այս րոպեները։ Եկեղեցին հենց դրա համար է Հիսուսը նախատեց այն մարդկանց, ովքեր որ եկել էին եկեղեցի հաց ուտելու։ Ասես հաց ուտելու որ տուն ունեք։ Այստեղ ֆիզիկական որևիցե մի բան մեզ չի կարող պահել։ Ուզում եք ամենալավագույն պայմանները ստեղծեք եկեղեցու մարդ, որ Սուրբ Հոգով վերստին ծնված չի գա։ Հիմա հասկացանք Սուրբ Հոգու մկրտության կարևորությունը, ես շատ չեմ ուզում ժամանակը տրամադրեմ, որովհետև ես առաջ եմ գնալու։ Ուրեմն Տեր Հիսուս Քրիստոսը առանց Սուրբ Հոգու ոչ մի բան չարեց։ Եթե Տերը չարեց, մենք ով ենք։ Հիսուսը խոսեց Սուրբ Հոգու մասին։ Հովհաննես 14, 15, 16 մխիթարիչ Սուրբ Հոգու մասին խոսեց, որ ես կգնամ, նա կգա, ես ձեզ որբ չեմ թողի, նա կգա, եւ նա կխոսի այն բաները, որ ես ձեզ ասեցի, հիմա չեք կարող լսել, բայց որ նա գա, դուք կլսեք, որովհետև Սուրբ Հոգու դերը Տեր Հիսուս Քրիստոսից հետո շատ մեծ եղավ եկեղեցում, ամեն։ Ես իմ հոգու մկրտությունը հիշում եմ, երբ որ ինձ համար աղոթեցին, որ ես Սուրբ Հոգով մկրտվեմ, ես երկար ժամանակ չէի կարող ազատագրվել ծխախոտից։ Առաջի բանը, որ եղավ, ծխախոտի ցանկությունը իմ մեջից գնաց։ Երկրորդ բանը, որ եղավ, ես եկա պարկեցի քնելու, որտեղ ուշ էր արդեն հոգնած էի, իմ մեջից մի անձ էր աղոթում, որովհետև այդ անձը բնակվեց իմ մեջ։ Եվ այս այդ անձի նկատմամբ շատ զգուշ եմ վերաբերվում, որտեղ ասում է չտրտմեցնեք Սուրբ Հոգուն։
Եվ երբ որ ես պարկածը ինչ-որ մեկը մեջես աղոթում էր, և Սուրբ Հոգու աղոթքը դա օտար լեզուներով է, հայերեն չի։ Նրանք, ովքեր որ ծաղրում են, պատասխան են տալու Աստծո առաջ։ Նրանք, ովքեր որ ստում են, ասում են, որ երբ որ մարդը մկրտվում է, ինչ լեզուների աղոթք։ Այդ մարդիկ կապ չունեն Աստծո հետ, կապ չունեն, դրանք փեշակավորներ են։ Ես այդ մարդկանց ասում եմ, փեշակավորներ, այդ մարդիկ ուղղակի ոնց որ ասենք դպրոցում, ասենք չգիտեմ, ինչ որ մեկը աշխատանքի անդում կամ գործել, այդ մարդիկ իրենց կյանքով են։ Մենք չենք կարա սա որպես աշխատանք մեր կյանքում ունենանք։ Սա մեր աշխատանքը չի, սա մեր ապրելու միջոցը չի։ Մնացած բաները մեր կյանքում որ տեղի ունենում, Աստծուն պաշտելու ծառայելուց հետո դա հետևանք է։ Սա մեր կյանքն է։ Իսկ եթե կյանք չլինի, արդյունք չես ունենա, պտուղ չես ունենա։ Հասկանու՞մ ես։ Եվ ես սկսեցի եւ իմ մեջից մեկը աղոթում էր, հետո որ տեսա երկարատևում, ասի խնդրում եմ Սուրբ Հոգի։ Քնեմ հետո առավոտը կաղոթենք։ Քնեցի առավոտը վեր կացա, սկսեցի աղոթել։ Հալելույա։ Օտար լեզուներով։ Եվ դա մինչև հիմա իմ կյանքիս մեջ առաջնորդում է, եւ մինչև երկինք գնալը հավիտենություն Սուրբ Հոգին է մեզ տանելու երկինք։ Մենք Սուրբ Հոգու պտուղներով ենք տարբերվում աշխարհիկ մարդկանցից։ Երբ որ Սուրբ Հոգի անձը մեր մեջ բնակվում է, Աստծո բնությունն է գալի մեր մեջ։ Եվ մեր մեջ գայս աստվածային սերը, խնդությունը, խաղաղությունը, ժուշկալությունը, համբերությունը, հավատքը, հավատարմությունը, բարությունը։ 9 պտուղները։ Մի հորինեք մենակ, ուրիշ բաներ, 9 պտուղ է գրած։ Ինչ? Պտուղ, հա, պտուղ։ Սուրբ Հոգու պտուղ։ Այսինքն, ոնց որ դու, երբ որ խաղողը քաղում ես ուտում ես, այդ համը հոտը վայելում ես, Սուրբ Հոգով մկրտված մարդկանցից Աստծո համու հոտն է գալիս։ Մարդ կա, ասում ես ինչ անհամ մարդ է, որտեղ անհամ կատակներ է անում, անդադ ինչ որ մարմնավոր, աշխարհիկ, ինչ որ խոսակցություններ, ինչ որ բաներ, բայց երբ որ Սուրբ Հոգին է գալի, մենք Աստծո համն ու հոտն ենք, որտեղ այդպես ասում Աստվածը, մենք Քրիստոսի անուշ հոտն ենք։ Ոմանց համար դեպի մա, որտեղ ոմանց համար դա անտանելի է, որ դու Քրիստոսի հոտն ես։ Մարդիկ քեզ լսում են, մերժում են Աստծուն, արհամարում են, ի խոսքով գնում են դեպի կորուստ։ Մարդիկ քեզ լսում են, փառք են տալիս Աստծուն, երկրպագում են Տիրոջը, Հիսուսին Տեր ու Փրկիչ են ընդունում, փրկվում են, հավիտենական կյանքի ժառանգորդ են դառնում։ Գործ կառաքելոց երկրորդ գլխում սիրելի քույրերս ու եղբայրներս։ Առաջի գլխում Հիսուսը իր աշակերտներին կներեք, երկինք գնալուց առաջ ասեց. «Սպասեք, մինչև վերից զորություն կառնեք»։ Ասեց ոչ մի տեղ չգնաք Երուսաղեմից, մինչև վերից զորություն կառնեք։ Ամեն։ Աշակերտներին ասեց, ոչ մի տեղ չգնաք։ Ձեր արած բաները անիմաստ կլինեն։ Գիտեք, մարդիկ կան առանց հոգի, առանց Սուրբ Հոգով մկրտված, երկրպագում են, փառաբանում են, անկեղծ եմ ասում, սի չեմ էլ ուզում լսեմ, ես անկեղծ եմ ասում։ Բայց Սուրբ Հոգով մկրտված մարդը այլա։ Նա փորձեմ էլ ջուր չխմեմ, որտեղ թափանցիկ բաժակի մեջ ավելի սիրուն է։ Սա Աստծո խոսքն է։ Ջուրը Աստծո խոսքն է, այդպես ասում Աստված, ջուրը Աստծո խոսքն է։ Աստծո խոսքը եկավ իմ կյանքից մեջ, որպեսզի ես ընդունեմ Հիսուսին Տեր ու Փրկիչ, ընդունեցի, փրկվեցի, հավիտենական կյանք ժառանգեցի։ Դրանից հետո գալիս է Սուրբ Հոգին, որ այս խոսքը իմ կյանքում իրականություն դարձնի։ Տեսեք։ Շորից վրա չնի, որովհետև իմ շորերը միշտ ոնց յուղային յուղի հետ գործ ունեն միշտ։ Հատել երեխա այսօր ուծենք։ Յուղը որտեղ մնաց։ Ջրի տակ թե ջրի երեսը։ Ջրի երեսը։ Որտև Սուրբ Հոգին երբ որ գալիս է մեր կյանքի մեջ, Աստծո խոսքը մեր համար դառնում է կենթանի։ Առանց Սուրբ Հոգու չենք կարա։
Տեսեք, Աստծո խոսքը առանձին է, Հիսուսն առանձին է, Սուրբ Հոգին առանձին է։ Իրանք չեն խառնվել իրար։ Հիսուսը իմ մեջ որպես Տեր ու Փրկիչ։ Սուրբ Հոգի անձն էլ իմ մեջ որպես անձ։ Ամեն։ Տեսեք, առանց Սուրբ Հոգու այս ջուրը ինձ չէր հասնի։ Բայց այս խոսքը որևիցե մեկի համար կյանք եւ հասանելի չդառավ, մինչեւ Սուրբ Հոգին չիջավ։ Որովհետեւ երբ որ Սուրբ Հոգին իջավ, Հիսուսը սկսեց ինչ անել, տարածել Աստծո խոսքը։ Հրաշքներ, բժշկություններ, նշաններ եւ այլն։ Մենք տեսնում ենք, որ Սուրբ Հոգին շատ կարևոր անձ է, Հիսուսը շատ կարևորեց, ասեց ինձ հայոյեք կներվի, հորը հայոյեք կներվի, բայց եթե մեկը Սուրբ Հոգուն հայոյեց, ներում չկա։ Սուրբ Հոգին շատ կարևոր անձ է։ Երբ որ աշակերտները ընդունել են Հիսուսին Տեր ու Փրկիչ, խոսքը ընդունել էին, Հիսուսն ասաց ոչ միտեղ չգնաք, մինչև Սուրբ Հոգին չգա, Սուրբ Հոգին պիտի գա եւ պիտի վերահսկի եւ առաջնորդի ձեր կյանքը։ Իսկ Սուրբ Հոգու համեմատությունը Աստվածաշունչը յուղի հետ է անում, յուղի նման է։ Ասма գիրը խոսքը կսպանի, բայց հոգին կապրեցնի։ Առանց Սուրբ Հոգու այս խոսքը ինձ ու քեզ կսպանի։ Գիտես ինչի համար, որովհետև մենք ուժ ու զորություն չունենք այս խոսքը կատարելու համար։ Այս մարմինը չունի այդ կարողությունը, որովհետև մեղքի տակ ծախված է եղել։ Աստվածային բնությունը մենք չենք կարող վերապրել։ Մենք չենք կարող ապրել առանց ստելու, կեղծելու, գողանալու, առանց մեղքի, աննարինը, Պողոսն ասում 7-րդ գլխում։ Այս ինչ խեղճ մարդ եմ ես։ Բայց ասում է գոհություն Հիսուս Քրիստոսի ձեռքով, որտեղ երբ որ Սուրբ Հոգին եկավ, մեղքն ու խավարը իմ կյանքից հեռացավ։ Եվ Աստծո խոսքը, որ իմ մեջ եկել էր, բայց ես ուզում եի պահեի այդ խոսքը, ուզում եի ապրեի այդ խոսքը, չէի կարողանում։ Ուրեմն մենք ընդունում ենք, որ Աստծո խոսքը կարևոր է։ Ամեն։ Եթե Աստծո խոսքը չգար, Սուրբ Հոգին ինչի վրա պետք է գար։ Ինչը քո կյանքում պետք է կյանք դարձներ։ Ամեն։ Ուրեմն մեզ ամեն օր պետք է Աստծո խոսքով լցվել, Աստծո խոսքը մեր կյանքը պիտի լցնի, մեր միտքը գոտևորի։ Ինչպես։ Ընթերցանությամբ, լսելով։ Ամեն օր Աստծո խոսքը կարդա։ Եվ կտեսնես Սուրբ Հոգին սկսում է աշխատել, որովհետև Սուրբ Հոգին առանց Աստծո խոսքի չի աշխատում։ Եթե չկա խոսքը, Սուրբ Հոգին ինչ պիտի անի քո կյանքիդ մեջ։ Գիտես ինչ անում, տրտմում է, ու դու սառում ես։ Դու սառը հավատացյալ ես դառնում, հեսա կգնանք այդտեղ, ավելի շուտ գաղջ։ Որտեղ Սուրբ Հոգին կա ինչ որտեղ Աստծո խոսք կա, ասես գաղջ վիճակի մեջ ես, իսկ Աստված գաղջ վիճակից զզվում է։ Գաղջ ջուր, գոլ ջուր, սիրում ես, ամառը մի հատ գոլ ջուր տախում ես, չէ։ Մի անգամից փսխում ես բերանից, ասում է Երանի թե սառը լիներ կամ տաք, բայց որ գոլ ես, գաղջ ես։ Լաուդիկեի եկեղեցուն հայտնության 3-րդ գլուխ, ասում եմ քեզ իմ բերանից պիտի փսխեմ։ Չի սիրում Աստված, գաղջ վիճակ, գաղջ հավատացյալ հոգևոր մարդ չի սիրում։ Ուրեմն սիրելի քույրերս, եղբայրներս, Սուրբ Հոգին կարևոր է թե կարևոր չի։ Ամեն։ Ուրեմն գործք առաքելոցում Հիսուսն ասեց սպասեք, ես սպասեցին բոլորը։ 120 հոգի մարդ վերնատանը սպասում էին եւ հանկարծ երկնքից երկրորդ գլխում Պենտեկոստեի օրը, որ ամենքը ժողված էին, հանկարծակի երկնքից մի հնչյուն եղավ, սաստիկ, փչող կամուպես եւ լցրեց բոլոր տունը ու նստած են եւ երեցավ նրանց բաժանված լեզուներ, ինչպես կրակից եւ նստեց նրանց ամեն մեկի վրա կրակի լեզու իջավ։ Եվ ամենքը Սուրբ Հոգով լցվեցան եւ սկսեցին ուրիշ լեզուներով խոսել, ինչպես որ Հոգին նրանց խոսել էր տալիս։ Եվ այստեղ տարբեր ազգերից կային սկսեցին ծաղրել, ասես նրանք խմած են, Պետրոս ասաց ժողովուրդ ջան, ինչ խմած, սա հովելի մարգարությունն է, որ ասում է, որ վերջի օրերում պիտի իմ Հոգին թափեմ ամեն մարմնի վրա։ Ամեն։ Ես մի անգամ իմ Facebook-յան էջում գրել էի Տիրոջ երկրորդ գալստյան ընթառաջ
Վերջի օրերը մոտիկացել են, մեկը գրեց, իսկ ինչ իմացաք, որ վերջի օրերը մոտիկացել են։ Լավ է, այդ մարդը ստեղ չի եղել 2027 տարի առաջ, 26 տարի առաջ։ Պետրոսին ասել, ինչ վերջի օր։ Այս վերջի օրվա մասին Պետրոս 2025-26 տարի առաջ, լավ 2020 տարի, լավ 20 տարի առաջ ասել, 2020 տարի առաջ։ Ես 2020 տարի հետո եմ ասվել, ինձ դրա համար դատել են։ Իսկ ինչ իմացաք, որ վերջի օրերն են։ Վերջի օրերը սկսվել են այն պահից, երբ որ Սուրբ Հոգին իջել է մեր վրա։ Վերջի օրերն են, վերջի օրերն են, վերջի ժամանակներն են։ Իսկ մենք այսօր ավելի ենք այդ վերջի օրերին մոտիկ, քան նրանք, ովքեր որ առաջի անգամ ընդունեցին Սուրբ Հոգու մկրտությունը, որտեղ այսօր մենք ամեն օր ենք տեսնում պատերազմներ, ամեն շաբաթ նոր պատերազմներ բռնկվեցին Աֆղանստան, Պակիստան, Իրան, Իսրայել, Միացյալ Նահանգներ, մենք տեսնում ենք ամբողջ աշխարհը այսօր տակն վրա է եղել։ Եվ սա ավետարանի խոսքն է, սիրելի քույր եղբայրներ։ Ուղղակի մենք աղոթում ենք, որ այդ ամենը շատ երկար չտևի, շատ զոհեր չլինեն։ Սրա մասին չէ, որ ուզում ենք խոսենք, բայց ասում եմ, որ երբ որ նրանք Սուրբ Հոգով բրտեցին, սկսեցին ուրիշ լեզուներով խոսել, ինչպես որ Հոգին նրանց խոսել էր տալիս։ Մկրտվածը գիտեք։ Սուրբ Հոգու մասին Հովհաննեսն ասեց, նրանք կմկրտվեն Սուրբ Հոգով եւ կրակով։ Սուրբ Հոգին ապահովում է մեր կյանքում Աստծո կրակը, որ մենք կրակի նման փոխանցենք Տիրոջ հաղթանակը, Տիրոջ բնությունը, Տիրոջ խոսքը, Աստծո թագավորությունը, կրակի պես, ամեն։ Հիմա Լաուդիկեի եկեղեցում, լավ, մինչև Լաուդիկեի եկեղեցին գնանք Հակոբոսի, ես դե շատ այսօր սենց նպատակ չունեմ քարոզելու, ուղղակի ես սա մի փոքր ուսուցողական, այսպես ասած, թեմա է, դրանից հետո մենք պետք է աղոթենք Սուրբ Հոգու կարևորության մասին։ Հակոբոս, ուրեմն, կարող ես բացես ինձ հետ Հակոբոսը, 3-րդ գլուխ։ Ինչ եղավ, երբ որ Սուրբ Հոգին իջավ, կրակի լեզուներ եկան, չէ՞, կրակի լեզուներ, եւ բոլորը սկսեցին հոգով խոսել, օտար լեզուներով։ Սուրբ Հոգին եկավ եւ մարդու լեզուն վերցրեց, եւ մարդու լեզուն սկսվեց առաջնորդվել, շարժվել հոգու կրակով, Տիրոջ կրակով, բայց մինչև այդ դժոխքի կրակներ, մինչև այդ մենք դժոխքի կամքին ենք ծառայել, մենք խավարի իշխանության լուրերն ենք փոխանցել, ազդել, մահնա մեր լեզվից դուրս եկել։ Գիտես ինչի համար, ինչպես գիտենք, որտեղ Հովհաննեսը նախքան Հիսուսի գալը, հայտնվելը, նախքան որ հայտարարեց ես ջրով մկրտում, իսկ ինձանից հետո եկողը, որի կոշիկների կապ արձակելու ես արժանի չեմ, կմկրտի Սուրբ Հոգով, Հովհաննեսն ասեց. «Այ իժի ծնունդներ, ով ձեզ հայտնեց, որ գաք եւ փրկվեք»։ Իժի ծնունդներ, ասեց ձեր լեզվի տակ իժի թույն կա։ Այսինքն մարդը մինչև Սուրբ Հոգու մկրտությունը օժտված էր օծի թույնով։ Մեր լեզվի տակ, մեր խոսքի մեջ իր օծը ամենասարսափելի օծն է, որ կծեց մարդ մեռնում է միանգամից։ Մենք անիծել ենք, մենք չարախոսել ենք, մենք բամբասել ենք, մենք վատաբանել ենք, կան չէ հավատացյալներ ինչ որ մեկի մասին սենց թեկուզ ապաշխարել են, բայց սա գաղջ վիճակ է, թեկուզ աշխարհ։ Երբ որ դու ինչ-որ մեկին անիծել ես, երբ որ դու ինչ-որ մեկին չարախոսել ես, երբ որ դու ինչ-որ մեկին բամբասել ես, երբ որ դու ինչ-որ մեկի համար ինչ-որ վատ խոսք ես ասել, այս խոսքը կատարվում է։ Դրա համար մենք մինչև ապաշխարել է, մինչև Սուրբ Հոգով մկրտվել է, մինչև Սուրբ Հոգին մեր լեզվի վրա իշխել է, այս լեզուն ծառայել է դևերին։ Սուտ, կեղծիկ, մեզ արդարացրել ենք, մեր մասին մարդիկ կան չէ, որ սկսում են ինքնա գովաբանությամբ, ես, դու սես մի նայի, իմյա, տա, ես, մեր փողոցի ամենահզորը, մեր բակի ամենակարողը, մեր թաղի ամենափայլունը, չէ, երբ որ մենք
Ով է իր մասին ասում, ես հող մոխիր, ոչնչություն։ Բոլորն իրանց ու իրանց չորս կողմը եղող մարդկաց մասին լավ են, իսկ նրանցից դուրս բոլորը անպետք են։ Անեծքը, չարախոսությունը, լեզվից դուրս եկած ամեն տեսակի, դիվային, Աստծո կամքին հակառակ, խոսքը ազդում է մարդու վրա, եթե մարդը Քրիստոսի արյան մեջ չի։ Անիծեք մարդուն, մարդը կչորանա։ Մարդիկ կան չէ, որ ասում են իմ անեծքը կպնում է, ուրախանում են, բայց այդ անեծքը բումերանգի նման գալիս իրենց գլխին։ Չարախոս, անիծող, վատ խոսող, վատաբանող, բողոքող մարդիկ կան, չէ՞, ասես ամեն ինչից բողոքում են, ամեն ինչից։ Նավանդ հիմա մարդիկ, որ մի հատ երկի ղեկավար են տենում, սաղ կյանքի դարդը, ցավը, սաղ պատմեն, նավանդ հավատացյալները։ Բողոքը, տրտունջը, ես ինչ հող է, ես ինչ ջուր է, ես ինչ քար է, ես ինչ ժեշտ է, ես ինչ երկինք է, ես արևն էլ արև չի։ Ես լուսինը խի ասենց կլոր։ Բողոքում, մարդը չէ որ Facebook-յան էջը մտնում ես, դարդոտած, տեսել եք տես չորացած ծառի տերև եմ ես, ամբողբոջ, կարնան, մի ճուղ, ջուրը եկավ, կողքովս անցավ, և ինձ չայցելեց, արմատս չորացավ, թոռոմեցի, անտեսվեցի, մենակ անտեր մնացի, ողորմելի թշվառ եմ ես, ինք իրան անիծում է, ու տակը գրում է, ախալ փախալ, շու մի հատ ախմախ ինչ-որ բան ասել է իր մասին, ես էլ իր այջում գրել է, անիծում է ասա, դարդոտել է, նեղվել է մի քիչ, կյանքը, իր ժպիտը, իր վրա չի արձակել, այս Քրիստոսին հավատում է, մեկ է տակը գրում է, Տերս ամենակնձի հասկանում, ինքն Տերը, ինքը ամենահասկացողը, Տերն է դե լրիվ հասկացող, միշտ կյանքից ենք ինչ-որ, բավոր կրիոսնի ածեցից են մեզ լուրներ, լրիվ էշ դայդի, նա հատ քույրի կարծից նեղացել էր վերստեզը, ասում է խես կեզի անիծում, հետո տակը մի հատ ուլունքներով փիղակցում, ես կիսվեք, որ բախներըդ բերի, հմի չգիտես, եսի սատանայա, դիվահարա, բուդիստա, ինքնանիծողա, ինքնախարազանողա, թե աստուն հավատ, ես գալիս է նրանից, որ մարդը սուրբ հոգով չի լծվում և կրակը չկա աստծո մեջը, Աստծո կրակով լցված մարդը կարիք չունի ավելորդ ուշադրության, հասկանում ես։ Առաքյալները ինքնազոհ են անում։ Իրենք իրենց զոհասեղանին, իրենց ինչ համար մարդկանց փրկության համար, որտեղ իրենք այնքան Քրիստոս ունեն, ինչ չորացած ծաղիկ, ինչ չորացած տերև, կակաչ, թոռոմած, գույնը գցած, սրանք Աստծո հոգով լցված, կյանքով լցված մարդիկ են։ Դրա համար գաղ չհավատացյալից Տերը զզվում է, որտեղ գաղ չհավատացյալը չի կար Աստծո կրակը փոխանցի քեզ։ Ինքը պետք է բողոքի, ինքը պետք է տրտնջա, ինքը պետք է գնա հեսա ցույցեր կլինեն։ Ջուրը կդրի, լույսը կդրի, բայց այն մարդիկ, ովքեր որ գոհանում են, ասում են, մենք փառավորում ենք քեզ Տեր, մեր այսօրվա համար, այս լույսի համար, մենք օրհնաբար, այս մարդիկ Սուրբ Հոգով լցված մարդիկ են, հոգու կրակով լցված մարդիկ են, հասկանում ես։ Սրանք են մարդիկ են, որոնց լեզուն Սուրբ Հոգու կրակն է միշտ վերցնում, ոչ թե գեհենը, իր օծի թույնը վերցրել է և Տիրոջ խոսքն է դրել իմ շուրթերին, կյանքի խոսք, կյանքի աղբյուր, Հակոբոսն ասում է չի կարա մի աղբյուրից երկու տեսակի ջուր, դառը ու քաղցր։ Դրա համար, երբ որ շատ անգամ մենք Աստծո հոգով լցված մարդիկս ուզում ենք ինչ-որ մի բանից նեղվենք, մի հատ բողոքենք, չի ստացվում, չի ստացվում, ջուր չունենք խմելու, Անդո ջան մի հատ բաժակիցդ
Խնդրեմ վերջում կվճարեմ էլի, ասենք քանի Փառք Տիրոջը։ Մի հատ Տիրոջը ծափ դուր, փառք Տիրոջը, հալելույա։ Երբ որ առաքյալները Սուրբ Հոգով մկրտվեցին, ամբողջ աշխարհով բաժակ եմ ուզում անդուկան ջուր ունեմ։ Ամբողջ աշխարհով մեկ։ Տեր Հիսուս Քրիստոսի կենթանի փառավոր ներկայությունը տարածեցին, որովհետև Սուրբ Հոգով լցված մարդկանցից Աստծո ներկայությունն է դուրս գալիս։ Ուրիշ բան չի կարա դուրս գա։ Ամեն։ Փառք Հիսուսին։ Բայց երբ որ տկարանում ես, գաղջանում ես, նա դե քո նման մի հատ տկարի էլ հանդիպում ես, ու գնա կյանքի անեծքներ։ Մարդիկ կան ամբողջ կյանքն առանց Աստծո ապրում են։ Ավետարանը չեն կարդում, Տիրոջ հետ կապ չունեն, հոգով չեն լցնում, ուզում են Աստված իրանց ծառա դառնա։ Աստված մեզ համար ծառա չի, սիրելիներ։ Աստված մեզ համար Տեր է։ Մենք պետք է Տիրոջ առաջ խոնարհվենք։ Աստված մեզ պարտական չի, ոչ մի բանի մեջ պարտական չի։ Ինքը արդար է։ Եթե մեզանից ցանկացած մեկին այսօր Տերն ասի դժոխք ես գնալու, ինքը արդար է։ Որտեղ մենք ձրի ենք արդարացել։ Մենք եսի ինչ չենք արել։ Դու ստե քո գալով ինչ որ գլուխ գործոց չես անում։ Բայց գայս քո համար ես գալիս։ Չգաս, դա էլ անդրադառնալու քո կյանքի վրա։ Բայց մենք որոշում ենք Տիրոջ մեջ լինենք։ Ամեն։ Լավ, այս կրակը հասկացաք, որ Սուրբ Հոգին կրակ է։ Ամեն։ Դրա համար ասեց հոգով եւ կրակով։ Այսինքն Սուրբ Հոգին կա, կրակն էլ կա։ Դրա համար մենք աղոթում ենք, հալելույա, փառք ես Տեր, մեջը կրակ կա։ Ալելույա, փառք ես Տեր։ Շնորհակալ ենք քեզանից։ Մենք բանաստեղծություն չենք ասում։ Հոգով լցված մարդու փառաբանությունը տարբերվում է գաղ կամ Սուրբ Հոգով չմկրտված մարդու փառաբանությունից։ Ամեն։ Սուրբ Հոգով չմկրտված, Սուրբ Հոգու հետ կապ չունեցող մարդիկ մեր փառաբանությունը ասում են աղմկոտ, շուխուր։ Բայց շուխուրն իրանց տանն է։ Դիվային շուխուրն իրանց տանն է։ Ու իրանք են պատասխանելու այս անունների համար։ Բայց մեզ համար սա կրակոտ փառաբանություն է, հոգու փառաբանություն է։ Ամեն։ Փառք Տիրոջը, հալելույա։ Եթե Տիրոջը փառք ես տալիս, պետք է փառք Տիրոջ։ Սեշինը, փառք Տիրոջը, հալելույա, հալելույա, հալելույա։ Ամեն։ Հալելույա։ Այս հոգու կրակն է։ Այստեղ դժոխքը չի դիմանա։ Որտեղ Տիրոջ կրակ է, որ գալիս է, դիվային աշխարհ ուղղակի սարսափում ու փախնում է։ Հալելույա։ Եթե հիվանդ ես, եթե տկար ես, եթե ընկած ես, բարձրացա քո ձայնդ եւ որդի Տիրոջը, հարթուր Տիրոջը։ Տեսնեմ ինչ խավար է կյանքիդ մեջ մնալու։ Դե կարացել, թուրացել։ Սրա փոխարեն Տիրոջը փառտուր։ Բայց որ մեջդ կրակ չկա ինչ փառտած։ Դի փառտել ես, Հալելույա, փառք Տիրոջը։ Այս տանը շարունակեք, որ ձեր ամբողջ շենքը դղրդա ձեր փառաբանությունից։ Երբ որ քայլեք, երկիրը ձեր տակ շարժվի ու ձեր կողքը կանգնողները ընկնեն ձեր ներկայությունից, չկարողանան դիմանալ, որտեղ դևերը մեզ չեն սիրում, դիվային աշխարհը մեզ չի սիրում, գիտեք ինչի համար, որտեղ մենք այս աշխարհից ենք զզվում, որտեղ այս աշխարհը մեզ համար որևիցե մի կերպով այլևս հետաքրքիր չի, որտեղ Պողոս առաքյալն ասում է մենք խաչվել ենք աշխարհի համար, բայց մարդ կա հավատացյալը ուղնուցուցով աշխարհավայել, աշխարհասեր, կժվում են աշխարհը վայելելու համար, հեսա մարդի ու թակալու, ֆենվենք, կակաշները խփենք գլխներիս, մի բուր ծաղիկ գրկենք, հազար ներողություն Տերորդի ձեզ, նկարվեք այս պատի տակ, նկարվեք այն ծառի տակ, բայց ավետարանը գիտես ինչ ասում, ասում քո գեղեցկությունը դաշտի խոտի նման է։ Ֆու! Երիտասարդությունը ունայնություն է, բայց Տիրոջ հետ ապրելը իմաստություն ու շնորհք է։ Հալելույա։
Ես եկել Պուշկինով որ ման եմ գալիս երեխեքին տենում եմ վայ Մեր ժամանակ ես բաներ չկար այս թփի տակ են նկարում այս ծառի տակ են նկարում իր մաման է նկարում 60 տարեկան հետո ասում եմ հիմա ինձ բալես դու ես նկարվում Էնի նկարվում է որ արտասահման է թափսակվի դու ուր ես ուզում փախնես Կներեք ձեր մոդային կպապ հիմա տեսեք ինչ Ես այդ ամենած մարդ եմ Ես այս բաները որ տեսնում եմ ինձ համար հոգի հարազատ չէ ես չգիտեմ որ տղեկն են կայնում նկավ էդի լրի վերջն է Լսեք որտե կանգնեցինք 4 պակաս կանգնեցինք ուրեմն Հակոբոս տեսեք Հակոբոս 3-րդ գլուխը ամենակարևոր բան ասում մեր առաջվա լեզվի համար եթե քո լեզու թիմը սա է հանձնի Քրիստոսի հոգուն տեսեք շատ վարդապետներ մի լինեք եղբայրներ գիտենալով որ մեծ դատաստան պիտի ընդունեք այսինքն վարդապետ եթե Աստծո հոգուց չի ավելորդ բաներ չխոսաս չմոգոնես ինչ որ կա այդ խոսա որովհետև շատ բաներով մեղանչում ենք ամենս այսօր կան արդարությունը խաղաղությունը որ գալիս է բարությունն է գալիս ճառեր են ասում վերջում նամասում մենք եկեղեցու հովիվ է ավետարանում խոսք չկա ավետարանում է տիրոջ մարդիկ ուզում են իրանք ինչ-որ բան հորինեն ու շատ մտավոր զարգացած մարդու տպավորություն թողեն Պողոս ինչքան հնարավոր էր հիմարի տպավորություն էր թողում դες ինչի համար որտեղ Աստվածաշունչը լավ էր կարդացել եւ ավետարանում գրված էր որ Աստված այս աշխարհի տգետներին, անուսուններին, հիմարներին ընտրեց, որ աշխարհի իմաստունների իմաստությունը հիմարացնի, ոնց եմ սիրում։ Հալելույա։ Երբ որ մարդիկ ուզում են խելոք Երևան, երբ որ մարդիկ ուզում են ավելի, sense մարդահաճո Երևան, sense շուտ կանգնում են բեմի մոտ, բեմի մոտից չեն գնում ես կողմ, շարժվում, մեր նման ես կողմ են կողմ պատերին չեն տալիս, հանգիստ, ուզում ես անկեզեն որ ուզում ես մեկին լսեի, լսեցի, ասեցի կամ իմ լսելու ունակությունները սա, և մեկ ուզում եմ ասեմ, մի հատ էլ դուք է լսեք, էլի կարող է ես հապարտացել եմ, բան չես հասկանում ինչա ուզում ասեմ, ինքը ուզում է ուղղակի ավելի հաճելի լինի Ինք ուզում ասի, որ ես շատ, գրագետ ես, շատ լավ է, դու կարաս գնաս համասարանում դաս տաս, դու կարաս դպրոցում դաս տաս, բայց դու ստեղի համար անպետք ես։ Ստեղ պետք են մարդիկ, ովքեր Սուրբ Հոգու հետ կապ ունեն, ստեղ պետք են մարդիկ, ում ուսուցիչը Սուրբ Հոգին է, ոչ թե ինքնա ուսում ստացած, ինչ որ գրքեր հոգեբանական կարդացած հոգեբանների Մարդիկ այսօր հոգեբանների գրքեր են կարդում, հոգեբաններ, որոնք որ եկել են հոգեկան խանգարվածներ։ Եվ այդ հոգեբանների փիլիսոփայությունը բերում են եկեղեցին։ Ես ուզում եմ ասեմ քեզ, սիրելիս, եթե դու չիմանաս նույնիսկ Լաուդիկեն որտեղ է, դա քո երկին գնալուն չի խանգարել։ Բայց եթե դու չիմանաս, որ Լաուդիկեի եկեղեցուն ինչի համար Տերը հանդիմանեց, այս սրա համար դու կարող ես երկինք չգնաս։ Իմացել ես Վահագ եղբայր, ես իմացել եմ 7 հայտնության եկեղեցիները որտեղ են, մի փիլիսոփայի մենք էլ իմանանք։ Ներկա Թուրքիայում, Ստամբուլում, Իջլին բլբլ թաղամասում, ինչ ես ասում, լուրջ։ Բա մի հատ գնանք այդ փողոցներով քայլենք։ Եթե պետք լիներ։ Սեն իզոր դա սուտ դուզ գա։ Ինչ սուտ դուզ գա, Թուրքիայում չէր։ Պարսկաստանում էր։ Կամ Վրաստանում էր։ Դրախտները արարածի դաշտավայրում է եղել։ Գիտեք դրախտ դաշտավայրում։ Այդ քերովբեները, սերովբեները չորացած ընդ մնացել են սենց երկու սրով։
Ինչքան ենք մենք ուզում պատմական, հետաքրքրասիրություն, ինչ-որ բաներ մտ։ Ես մտածում եմ, եթե դες բաներ խոսա, ես Աստծո խոսքը չէի կարող, ես չեմ էլ Աստծուն խոսեմ։ Վերջացավ աշտամունքը։ Պատմիչ, Եզամ Պողոսն ասելա, որ էսի, Հակոբոսը ինչ ասել, սա ավելի կարևոր է։ Սիրելի քույրեր, եղբայրներ, Հակոբոսն ասում է, որ շատ վարդապետներ լինեք, ինչի, առանց Սուրբ Հոգու, առանց Սուրբ Հոգու։ Սա խոսում է առանց Սուրբ Հոգու, մի խոսացեք Աստծո խոսքը, մարդիկ մոլորվում են, մարդիկ շեղվում են։ Բայց որ Աստծո Հոգին է քեզ խոսացնում, խոսա, որովհետև շատ բաներով մեղանչում ենք ամենս։ Եթե մեկը խոսքով չի մեղանչում, նա կատարյալ մարդ է, որ կարող է իր բոլոր մարմինը սանձել։ Տես ձիերի բերանը սանձ ենք դնում, ձիերը կարողանում ենք սանձենք ու կառավարենք, նրանք հնազանդվում են մեզ, նրանց բոլոր մարմինը կառավարում ենք, որտեղից, բերանից, եթե քո շուրթերն ու քո բերանը հանձներ Սուրբ Հոգուն, դեժոխը քեզ չի կառավարի, տեսեք, ահա նավերն էլ, որ այս չափ մեծ են, նավեր, մեծ նավ տեսել եք, նավ կա 30 ֆուտբոլի դաշտ, մեջը կտեղավորվի, ատոմային էներգիայով աշխատում, ռեակտոր կա ներքևը դրած, 8 հարգ ներքև, 8 հարգ վերև, սա ռազմական նավերն են, երբ որ ուզում ես գնաս նավի ղեկի մոտ, տեսնես ոնց են նավը կառավարում, դու չես հավատա, բայց այս տեսախցիկի օբյեկտիվի կլորն ավելի մեծ է, քան այդ նավի ղեկը, այսինքն մատով, տեխնիկան զարգացել է, դու մտածում ես երևի 7 կիլոմետրանոց էլ լուրույլ կնես, 8 հոգով պտտում են, չէ, այսքան, ու այդ ամբողջ նավը կառավարվում է, մի հոգու միջոցով, որտեղ որ պետք է, հասկանում ես, ասում եմ հսկա նավերն են կառավարում, այնպես է լեզուն, որ փոքր անդամ է, բայց մեծ բաներ է խոսում, տեսել եք մարդիկ, մեծ, բոյին ես նայում, չափերին ես նայում, խոսացածը, տիեզերք, լուսին, ամպեր, աշխարհ, ես, իմ մասին, ինձնից ենքո, չկա, չի եղել ու չի լինի, լսեք, ասում եմ, բայց մեծ բաներ է խոսում, տես մի փոքր կրակը, որքան բան է վառում, փոքր կրակը, մի հատ լուսկու, կրակը կարա մի ամբողջ անտառ վառի, այդպես է թե չէ, այնպես է լեզուն, մի փոքր անդամ է, բայց մեծ բաներ է խոսում, տես մի փոքր կրակը, որքան բան է վառում, լեզուն էլ կրակ է, այդ անիրավության աշխարհը, միտեղ գրած է տիեզերք, անծայրածիր, անսահման, դժոխքային, խավար, դիվային, ազդեցություն ու ներգործություն կարող ունենա, այս անիրավության տիեզերքը, անիրավության, որի մեջ իրավունք չկա, օրենք չկա, և անկառավարելի է, չար մարդ տեսել եք, գիտեմ դու բոլորս ենք չար եղել, բայց չար, օծված, ուղնուցուցով չար, ինչ խոսում է վատ, արի լիֆտով իշնենք, բայց իմացի, մեկ կանգնում է 8-9 արանքը, կտրվին գնենք, չգիտեմ, բայց փորձենք, նստում ես, սապսապում ես, այ մարդ, ասպիսի ասեց, ու խոսքը ուժ ունի, խոսքը զորություն ունի, խոսքը տրոսն է կարակ կտրի, հավատում եք թե չէ, անիրավության տեզերք, աշխարհ, այսպես է լեզուն, դրված է մեր անդամների մեջ, որ նա բոլոր մարմինը ապականում է և կրակով վառում է մեր գոյության անիվը և ինքը բոլորովին, ինքը բորբոքված է գեհենից, այս անապաշխար մարդու լեզուն, գեհենից, դժոխքից բորբոքված, դժոխքի կրակը սարսափել ես, ամբողջ երկիրը կարող է ոչնչացնի, հասկանում եք, գեհենից, բայց մեր Տերը մեր լեզուն վերցրեց, իր լեզուն դրեց, և մեր լեզուն հոգու կրակով ավարված, և մեր լեզվի կրակն ավելի զորավորական դժոխքի բոլոր կրակները,
Մենք հոգու կրակով կյանք ենք փոխանցում։ Մեկը անիծված է, արձակում ենք այդ անեծքը, մեկը հիվանդ է, մենք խոսում ենք բժշկություն, մեկը կապված է, մենք խոսում ենք ազատագրություն։ Հիմա հասկանում ես իմ լեզվի տարբերությունը, քո լեզվի տարբերությունը դիվային աշխարհի ներգործության տակ ապրող մարդու լեզվի տարբերությունից։ Հասկանաս, մարդը մի բարի բան չի կարողանում խոսալ, բայց մենք կարողանում ենք խոսենք, ամեն։ Ասում եմ, որովհետև գազանները, թռչունները, սողունները, տեսնեք մեծ արջերը, որ ցիրկուն կանքի են քշում։ Արջերը, որ անտառում բռնես 2.5 կանի։ Բայց մարդը բռնում է, ասում եմ դու պետք է կանքի քշես։ Յուբկեն հագցնում են կլոր փորիկներով։ Օ հոպս, 7 մետրանոց արջը կանքի է քշում։ Եկա փիղը, որ վրովը 10 տեղը չի մնա։ Կայնի, իջի, կնջիտդ հելցրա։ Կնջիտը այս մեկ-մեկը կատաղում են կնջիթով մի հատ տալիս են թռնում, բայց հետո նորից։ Ինչ են տալիս։ Ասում մի որ շաքար։ Տալիս են, օ, ենթարկվում է։ Աստված ինչ որ ստեղծել է, ենթարկվում է, բայց մարդու լեզուն ոչ։ Ոչ։ Մեր լեզվի վրա է կյանքը եւ մահը։ Դու քո լեզվով քո կյանքի ընթացքը կառավարում ես։ Եթե Տիրոջն ես տվել, Տիրոջ հոգուն ես հանձնել, դու կորտնես քո կյանքը։ Դու կասես չորացած էի ծաղկեցի, բողբոջ չունեի, բողբոջեցի, ծաղիկ չկար, ծաղկեցի, օրտնվեցի, լծ ոչ թե չորացած ծառ եմ ես արմատս գնաց, ջրի կողքով անցավ, բողբոջս թափեց, մի հատ էլ մութ ամպերա նկարում, մի հատ էլ սիրուն աղջիկա նկարում, բայց իրան նայես գիշերը կվախենաս։ Լսեք, օրտնված, Աստծո հոգով լցված, կյանքով լցված ժողովուրդ ջան։ Մեր լեզուն տանք Սուրբ Հոգուն։ Բայց մարդկանց լեզուն ոչ ոք չի կարող նվաճել, միանզուստ, չար է, լցված մահաբեր թույնով։ Ով է դրանն ասում։ Մահաբեր թույնով։ Նրանով օրհնում ենք Աստծուն եւ Հայրը եւ նրանով անիծում ենք մարդկանց, որ Աստծո նմանությունով ստեղծված են։ Մարդ, որ Աստծո նմանությամբ ստեղծված է, ով ուզում ալինի, դու չես կարող անիծես, եթե Քրիստոսի անունը տալիս ես, եթե ասում ես Սուրբ Հոգին իմ մեջ է, դու չես կարել անիծես, դու պիտի օրհնես։ Լավ մի խոսքով, կարդակ հետո, չէ՞։ Հիմա հասկանում եք այս կրակների տարբերությունը, մեկը դժոխք, մեկը Աստծո թագավորություն, մեկը Տիրոջ փառավոր շնորհքն ու հաղթանակը տարածող կրակ։ Սա Սուրբ Հոգու կրակն է, տարբերվում է դժոխքի կրակից։ Երկուսն է կրակ են, բայց այն մեկը դժոխքից, այս մեկը Աստծո Հոգուց։ Հիմա, որպեսզի այս կրակը միշտ մեր մեջ լինի, ինչ պետք է անենք։ Պետք է լցվենք Սուրբ Հոգով։ Մարմինը տկար է, բայց հոգին հոժար։ Մարմնավորապես հիմա տկարացել ենք, էդի լավ է, բայց հոգով սորացել ենք։ Կանֆետ, մանֆետ պետք չի վերջում, կոֆե, մոֆե պետք չի։ Սես Տիրոջ ներկայության մեջ կգնաս, հիմա կպարկես, կքնես, չայ կխմես, հաց կուտես, բայց Տիրոջը կվայելես։ Այդ ներկայությունը պահի, երեկոյան մի կես ժամ աղոթի, Տիրոջ հետ երկրպագի խոսի, կարդա։ Մեկ-մեկ ծոմ պահի։ Փառք Տիրոջը, մենք այսօր վերադարձել ենք մեր երրորդյա ծոմապահությունից, հրաշալի էր, ամեն։ Փառք Հիսուսին։ Ինչ քաղաքականություն, ինչ բան, բայց քաղաքականությունը եկավ մեր մոտով անցավ։ Մենք էլ օրհնեցինք իրենց։ Որտեղ մենք չենք կարող անիծենք։ Մենք օրհնում ենք։ Ինչ ենք մեր սրտի մեջ սերը բնակվում։ Եվ այդ աստվածային սերը Քրիստոսի սիրով լցված։ Եվ մենք պատմում ենք նրա մասին, որ եկել է աշխարհ եւ հաշտեցրել է մեզ մեր արարչի հետ։ Եվ ստեղից բխող հետևանք, երբ որ մենք Սուրբ Հոգով մկրտված ենք ու չենք լցվում, մենք դառնում ենք գաղջ Աստծո համար։ Ես ուզում եմ շատ արագ
Կարդամ Լաուդիկեի եկեղեցու նամակը։ Ուրեմն լսեք, Լաուդիկեի եկեղեցու հրեշտակին գրված, Լաուդիկեի եկեղեցին աշխարհագրական դիրքով գտնվում է, հիմա սրա մասին չեմ ասում։ Սա եմ ասում, սա է կարևոր, ինչու ասում, դա կարևոր։ Լաուդիկեի եկեղեցին որտե է եկան չի։ Հավատարիմ եւ ճշմարիտ վկան, Աստծո արարածների սկիզբը, նա է ասում։ Գիտեմ քո գործերդ, որ ոչ ցուրտ են, ոչ տաք։ Ով թե ցուրտ դիներ կամ տաք։ Ուրեմն որովհետեւ գաղ չես, եւ ոչ տաք, ոչ ցուրտ, քեզ պիտի փասխեմ իմ բերանից։ Փասխել ինչ է, գիտեք։ Թքել։ Շատ կոպիտ է, որովհետեւ ասում եմ ես, որովհետեւ ասում ես, դու ասում ես, մենք էլի, եթե գաղջենք։ Դու ես հարուստ եմ, մեծացա, ոչ մի բանի կարոտ չունեմ, բայց չգիտես թե դու թշվառ, ողորմելի, աղքատ, կույր ու մերկ ես։ Մեկ դες քրիստոնյաներ են գալիս եկեղեցի, ոչ մի բան չասին, դու տաբուրետկա չունեին տունը դնելու, հիմա X18 են քշում։ Էլ հովայել չի մեր նմանների հետ կա նստել։ Հասկացար։ Հյուսային պողոտայի վրա 700 իրար վրա տուն առել։ Տունն է պաշտում։ Մեկը մեքենա է առը, մեքենան է պաշտում։ Մեկը հող առը, հողն է պաշտում։ Սատանան վերցնում է քեզանից կյանքը ու տալիս է քեզ աղբ։ Մենք էլ մեկ-մեկ աղբի գիժ։ Լսին։ Դուբայ երազում եք գնայք։ Գնացեք, էժանացել է տոմսերը։ Ոչինչ մի հատ թրթիր բան կընկնի։ Դուբայում ուզում գիտի շենքեր կան, եղել եք Դուբայ։ Տրո։ Ես այս մի բան ասեմ, սիրելի քույր եղբայրներ։ Ես ամեն օր արքաների արքա, տերերի տեր, այս երկիր արճաստա մեկ որ հնարավորություններ է լինում Դուբայ, Փարիզ, Սարթ, Զիբիլ, վայ կներեք Այնքան տիրոջ գեղեցկությամբ հագեցած ես լինում մեկ ասպես ինչ գնամ այն մարդ գնամ տենամ երկու միասեռ ոնց են իրար համբյուրում գնամ տենամ չգիտեմ ոնց են մարդիկ ավելի պիղծ կյանք ապրում ինչի՞ս պետք է աշկերս գնամ պղծեմ ապականեմ Էֆելյանի մոտ նկարվեմ Facebook գցեմ բոլորին տարակացնեմ Մենք պիտի մեծանանք Իսկ երբ որ մեծանում ես ստեղ փոփոխություն է տեղ ունենում Դու տարբերվում ես 14, 15, 16 տարեկանից որովհետև անցյալ անգամ ասենք էլ արջուկները, փղիկները քեզ չեն հետաքրքրում։ Ամեն։ Հոգևորապես պետք է հասունանալ, եւ դա Սուրբ Հոգին է անում։ Սիրելի քույրեր եղբայրներ, գաղջությունը մեր կյանքում ամեն բանի մեջ մեր կյանքը ապականում է։ Ասում է ապականում է կյանքը։ Գաղջություն։ Երբ որ դու մտածում ես, Աստված քեզ պետք չի, դու Աստծո կարիքը չունես, դու պարտքեր չունես, տոկոս չունես, դունդ վարկի տակ չի, երեխեդ, չգիտեմ, ամուսնացավ, էստեղ ավենա, այ մարդ առանց Աստծո, հանգիստ ապրի, այդ բաղը չի գա խոսա, որ տասալոր շատ պետք է, պարտի ոչը, կեն խվի ով իմ անձս, լսեք, բայց ես կյանքը, մի վարկյանում, հոդս ացնդում, ու դու որտեղ կհայտնվես, այդ ոչ մեկ չգիտի։